Դե ինչ աղջիկներ, դուք տեսնում եք իմ կողքին այս գեղեցիկ կնոջը, Մարիամ Միրզոյանին, Faberlic Online Business նախագծի ամենահաջողակ գործընկերուհիներից մեկը, որ ապրում է Ռուսաստանում, երկու հրաշք, բարի երեկո, այս կինը երկու հրաշք դստրերի մայր է և շատ հաջողակ գործարար կին։ Եվ ես եմ Քնարիկ Խաչատրյանը, ովքեր որ առաջին անգամ են տեսնում իմ դառը դեմքը, 4 երեխաների մայրիկ, 44 տարեկան, ապրում եմ հիմա Գերմանիայում, այդպես երջանիկ կին, գործարար կին, առաջին մասնագիտությամբ ինժեներ եմ, երկրորդ մասնագիտությամբ տնտեսագետ, արդեն 9 տարի է, որ զբաղվում եմ ցանցային մարքեթինգի բիզնեսով, Եվի, որ հիմա լսում են շատերը մտածում են, «Ա, ինքը ինչքան շուտ է եկել, դրա համար ինքը հաջողակ է»։ Այս վերջերս մի պոստ արեցի հատուկ սոցցանցերի համար, բոլոր այդ մարդկանց համար, ովքեր տենց են մտածում, որ այո, թվում է, թե 9 տարի շատ երկար ժամանակ է, իրոք կարա տենց թվա, բայց նաև մի բան հաստատ է, ողջույն Լուսինե ջան, մենք քեզ տեսնում ենք։ Բայց չենք լսում, մենակ տեսնում ենք։ Եվ ընդամենը հունվար ամսից մինչև այսօր ես պատմելով շատ մարդկանց ցանցային մարքեթինգի բիզնեսի մասին հրավիրեցի եւ գրանցեցի բիզնեսում մոտ 100 գործընկերներ։ Այսինքն թվում է, թե 9 տարին շատ երկար է, չէ՞։ Իսկ 3 ամիսը Եվ այդ 3 ամսում մարդիկ իրոք կարողանում են բիզնեսում հաջողակ լինեն, հաջողակ դառնան։ Զուտ նրա համար, որ իրանք չեն հաշվում ժամանակը, այլ հաշվում են իրենց կյանքը, ինչ արժի կյանքը, որտեղ կյանքը երևի ավելի թանկ է։ Ժամանակը մենք հետ չենք բերի, բայց մեր կյանքը մենք տարիներով կանցկացնենք, Աստված գիտի որտեղ, ինչ գործի մեջ եւ այլն եւ այլն։ Ես օրինակ անցկացրել եմ 16 տարի տարբեր ոլորտներում, տարբեր բիզնես ոլորտներում եւ նաեւ վարձու աշխատանքի ոլորտում եմ անցկացրել 16 տարի եւ այդ 16 տարին ամենաթանկ բանն է, որ ես ունեմ, այսինքն ժամանակն է թանկ եւ ես այդ չեմ կարել հետ բերեմ։ Բայց ես մի բան հասկացա, որ վերջին 9 տարում ես կարողացա շատ ավելի էֆեկտիվ լինել, քան ամբողջ այդ 16 տարում։ Նույնիսկ ասեմ ավելին, ցանցային մարքեթինգի բիզնեսում ես առաջին 1 տարում շատ ավելի էֆեկտիվ էի, նկատի ունեմ ֆինանսական տեսակետից, հաջողությունների տեսակետից, քան 16 տարի տարբեր բիզնես ոլորտներում եւ տարբեր ընկերություններում, որտեղ ես աշխատել էի։ Այդպես, մի քիչ տենց իմ մասին, ես հեռախոսի ձայն անջատեմ, դանդաղ գրում են։ Так. Միայն այսօր մեր թիմին միացել է նոր 4 գործընկեր, նոր 4 հոգի մարդ, ով մտածում է կին, ովքեր մտածում են, որ կարող է այս բիզնեսը անեն։ Так что աղջիկներ ջան, այսօր միացեք մեզ, լսեք մեզ, միգուցե դուք այս բիզնեսը կանեք։ Եթե կանեք, արեք։ Եթե չեք անի, մենք մենակ ուրախ ենք, որ դուք իմացաք մեր բիզնեսի մասին։ Եվ կարող եք ժամանակ վերցնել ձեր համար եւ ուսումնասիրել ել ավելի շատ, հա, որպեսզի ոնց ասեմ, որոշում կայացնեք, որտեղ մարդիկ գալիս են բիզնես, բայց իրանք դեռ չեն գալիս որոշում կայացած։ Սովորաբար մարդիկ գալիս են բիզնես ուսումնասիրելու բիզնեսը, որտեղ Քնարիկը հրավիրել է, Մարիամը հրավիրել է եւ այլն եւ այլն։ Ինձ էլ մի անգամ հրավիրեցին բիզնես, բայց ես բիզնեսը սկսեցի 6 ամիս հետո։ Եկեք տեսնենք Մարիամի մոտ ոնց է եղել։ Մարիամ ջան, դու ոնց ես սկսել բիզնեսը, քեզ ով է հրավիրել բիզնես, ոնց ես սկսել եւ ինչքան ժամանակ է քեզ պետք եղել որոշում կայացնելու համար։ Քնարյան բարի երեկո բոլորին նորից ուշած շնորհակալ եմ ջերմ խոսքերով ներկայացնելու համար։ Բիզնես եկել եմ շատ պատահական մարդու կողմից, այսինքն ինձ անծանոթ մարդու կողմից հրավերով, Facebook-ով պարզապես ստացել եմ նամակ մի երիտասարդ սիրունիկ աղջկանից, որ կարելի է տանից աշխատել։ Ինձ թվում է ես սպասում էի, հետաքրքիր է նայել, որ մինչև այդ առաջարկը ստանալը ես փնտրտուքների մեջ էի։ Ես փնտրում էի հնարավորություն, ինչ կարելի է անել, քանի որ ես այդ պահին արդեն 2 փոքր երեխաների հետ տնային տնտեսուհի եմ մոտավորապես արդեն 6 տարի, 6-7 տարի միայն տնային տնտեսուհի էի, ունեմ բարձրագույն կրթություն, անմիջապես ավարտելուց հետո անցել եմ աշխատանքի ու հետո երեխաներ, աշխատանքից դուրս գալուց հետո ընտանիք 7 տարի ոչինչ չեմ արել իմ ինքնազարգացման եւ ֆինանսապես ինչ որ գումար աշխատելու տեսակետից,
Արդեն հասկացել եմ, որ փոքր երեխաների հետ շատ բարդ է, հատկապես ինձ համար, քանի որ ես ապրում եմ Ռուսաստանում այդ ընթացքում, բոլորովին չկար ծանոթություն, բացարձակ ծանոթություն չի եղել, ես ու իմ երեխաները ու տունը, 4 պատը, այսպես կարելի ասել, բայց էլի ես չէի հանձնվում, մտածում եմ պետք է մի բան անել, ու այն բոլոր տարբերակները, որոնք որ ես դիտարկում էի ինձ համար, դրանք բոլոր ինձ համար շատ բարդ էին, քանի որ պահանջում էին ներդրումներ, պահանջում էին տանից դուրս գալ, պահանջում էին ծանոթություններ, շփումներ, ես դա չունեի։ Ու երբ ստացա on-line տարբերակով առաջարկ, որ կարելի է տանից աշխատել, որ չկա ներդրումներ, չկան ռիսկեր, այդ ոնց որ ինձ համար լիներ, հատուկ ինձ համար լիներ, ես շատ շնորհակալ եմ այն մարդուն, ցավոք ինքը հիմա բիզնեսում չի, բայց ինքը ինձ համար դուր բացեց, ինքը ինձ հրավիրեց բիզնես, որոշ ժամանակ հետո ինքը գնաց բիզնեսից եւ ծանոթացրեց իմ շատ ուժեղ նաստավնիկի հետ, ով ինձ օգնեց, որպեսզի ես այս ճանապարհը անցնեմ ու դառնամ այստեղ տնօրեն եւ ունենամ ինքնավստահություն եւ ֆինանսական ձեռքբերումներ եւ կարիերա, շնորհակալ եմ եւ Ֆաբառլիկին եւ իմ նաստավնիկներին եւ քեզ Քնարիկ ջան, քանի որ երբ ես նորեկ էի ու ես բացարձակ չգիտեի ուր եմ եկել, ինձ համար մեծ մոտիվացիա է քո օրինակը, քո տնօրենների օրինակը, ինչպես է Քնարիկ Խաչատրյանը հասել այսպիսի ձեռքբերումների, Քնարիկ Խաչատրյանի թիմում կա այդ ժամանակ 9 տնօրեն կար քո թիմում, շատ լավ հիշում եմ, այսքան տնօրեն կա, Քսունաներ, Լուսինեներ, Մանյաներ, հիմա Աննա Թամազյանն է, բոլորին չի թվարկեմ, բայց թվով հիշում եմ, որ այդ ժամանակ ընդամենը 9 տնօրեն կար քո թիմում, երբ ես եկա նախագիծ, այդ տարի եղավ քո ճամփորդությունը Ինդոնեզիա ու ես այդ ամեն ինչին հետևում էի, որոշում կայացրել եմ երևի թե 1-2 շաբաթ հետո արդեն։ Ինչու այդքան շուտ, միգուցե շուտ է կամ ուշ չեմ կարող ասել, այդպես եղավ, քանի որ հենց գրանցվեցի առաջին օրվանից, առանց մի րոպե բաց թողնելու, քրքրում էի թե ինտերնետը, թե նաստավնիկից տված նյութերը, հավաքում էի ինֆորմացիա։ Ինչ է ցանցային մարքեթինգի բիզնեսը, ովքեր են այս ոլորտում հաջողում, որքանով է սա լուրջ, որքանով է սա օրինական, արդյոք ինչ չեն խաբի, կարծում եմ դա նորմալ է, որովհետև անծանոթ մարդիկ են ինձ հրավիրել, ես ոչ ոքի չեմ ճանաչում, ես ամաչկոտ, շատերի համար այնքան ասել միամիտ, համեստ, որ ես էլ այդպես մտածում իմ մասին, այդպեսի կարծիք ունեի, որ ինձ խաբելը հեշտ կլինի, հա, ես միամիտ եմ, դրա համար ուզում եի շատ զգույշ լինեի, ուզում եի ամեն ինչ իմանայի, որպեսզի սխալ բան չանեմ, քանի որ ես տեսակով էլ հիմա երբ սկսեցի վրա աշխատել հասկացա, որ սխալվելը նորմալ է, բայց ես միշտ վախեցել եմ սխալվելուց։ Երևի դա է պատճառն եղել, որ դպրոցում լավ եմ սովորել, համալսարանում լավ եմ սովորել, որ չսխալվեմ, երևի այդ վախից ելնելով, ու ես հիմա էլ չէի ուզում սխալվել, ինձ համար դա, չգիտեմ, շատ վատ կտանե, եթե պարզվեր ես խաբվել եմ, հա, դրա համար ես բոլոր մանրուքները ուսումնասիրել եմ, երբ արդեն ինձ հետաքրքրող, իմ հարցերը փակող բոլոր պատասխանները ես ստացա, ես որոշեցի, որ ես այստեղ պիտի հաջողեմ։ Ես վերցրեցի թուղթուգրիչ, գրեցի, ես տնօրեն եմ ընկերությունում, իմ նաստավնիկին ասեցի, ինչ պիտի անեմ, դու ինձ ասա մենակ, ես ինչ պիտի անեմ, ես կանեմ։ Ես հիշում եմ, երբ մի անգամ Քնարիկի հետ ծանոթացանք ու ինձ հարցրեցիր, Քնարիկ, ինչ ես դու անում գործողությունների առումով, երբ ես ասեցի ինչ եմ անում, դու ասեցիր դա քիչ է։ Արա սա, զանգը անջատեցինք, հաջորդ այդ պահից սկսած ես արեցի այն ինչ որ դու ասեցիր, բացի էջեր, բացեցի նոր էջեր, սկսեցի ավելի շատ գործողություններ անել ու հիշում եմ անգամ այնքան արագ էի դա արել, որ ընթացքում հասցրել էի սխալ բաներ էլ անել, որտեղ շտապել էի, հա, շտապում էի, որ շուտ անեի, շատ անեի, միշտ մոտիվացիա ստեղն է եղել, քանի որ ես վստահ էի, ինչ ընկերության հետ եմ համագործակցում, ես հասկանում էի ոլորտի լրջությունը, հեռանկարը, մինչև հիմա էլ սկզբից նորեկ ժամանակվանից մինչև այսօր չի եղել մի պահ, որ ես չունենամ մոտիվացիա, բայց եղել են խնդիրներ, դժվարություններ, դա բնական է։ Ուղղակի, քանի որ իմ մոտիվացիան տեղն է եղել այն առումով, որ ես հասկացել եմ ուր եմ գտնվում, դրա համար կարողացել եմ հաղթահարել։ Այն ամեն ինչ որ կարա, հա, շատերին ընկճի, խանգարի, հիասթափեցնի։ Մարիամ ջան, ինչքան եկամուտ էիր ակնկալում եւ ինչքան կարողացար ստանալ։ Ամենասկզբում, երբ ստացա աշխատանքի առաջարկ,
այդ պահին ինչ էլ ստանայի, ինձ համար լավ էր, հա, ես մտածում էի, դե քանի որ ես ոչ մի հնարավորություն այդ պահի դրությամբ չունեի, ինձ համար ցանկացած եկամուտը լավ էր լինելու, ու սկզբում, որ ինձ ասեցին, այստեղ կա այսպես հնարավորություն, իմ համար սահմանել է, ասում է 100,000 դրամ էլ որ աշխատեմ, ես գող կլինեմ, ես երջանիկ կլինեմ։ Հետո արդեն մի որոշ ժամանակ հետո, երբ տեսա ես այստեղ մարդիկ ինչքան գումարներ են վաստակում, հասկացա, որ ավելին կարող եմ անել։ Իհարկե իմ առաջի եկամուտը եղել է շատ փոքր, ինչպես բնական է, կարծում եմ, ովքեր մարքեթինգ պլանը նայում են, դա գիտեն, որ այդպես է, շատ փոքրիկ է լինում։ Առաջին եկամուտս մոտապես 2,000 դրամ է, որից ես աշխարհով մեկ էի եղել, բայց 1 տարի 8 ամիս հետո մոտավորապես, հա, եւ այդպես կարող եմ ասել, ես կանխիկացրեցի մոտ 2 միլիոն դրամ, 1,800,000 քանի հազար դրամ, ու դա ինձ համար մեծ ձեռքբերում էր, քանի որ երբ ես նոր էի սկսել բիզնեսը, մեծամասնությունը թերահավատորեն էր մոտենում դրան, իմ հարազատները, ընկերները, տան անդամները, շատ հաճախ ամուսինս ինքին շատ ապաձև կարել, բայց նաև իր հումորները, հա, հոյ տնօրեն ես լինելու, այդ ամեն ինչը երևի նաև ինձ օգնում էին, որ ես չհանձնվեի, եւ այդքան կանխիկացրեցի միանվագ այդ ժամանակ, որովհետեւ ինձ մոտ եղել էր խուտակում։ Երևի այսպես, հետո արդեն ինչպես բոլոր տնօրենների մոտ ըստ մարքեթինգ պլանի արդեն 250-300,000 եւ բարձր եկամուտ արդեն ամեն կատալոգին ստացել եմ բոնուս չեկեր 2 տնօրենի համար, ավագ տնօրենի համար, դա շատ հավես մեծ չեկեր էր, մի չեկը 900,000 դրամ էր, տնօրենի եւ եկամուտը միասին, այդ չեկն էլ եմ շատ սիրել, ամենա էլի բարձր չեկերից մեկն էր, այսպես քննարկան եկամուտների մասով։ Շնորհակալություն, որ կիսվեցիր։ Քո կարծիքով հիմա մարդիկ կան, ում կարելի է գրանցել, թե արդեն ուշ է, որ եկել այսօր գրանցվել է, այլ ինքը չի կարող որևէ մարդ գրանցի։ Հիմա մարդիկ գալիս են ցանցային բիզնես։ Իհարկե գալիս են, հենց այսօր ես 2 գրանցում եմ ունեցել ու հետաքրքիր է նայել, իմ մի գրանցումում ես գրանցեցի, ինքը 3 տարի առաջ նույնպես գրանցված է եղել Faberlic-ում եւ ծանոթ է եղել վաճառքի տարբերակին։ Բայց իրան այսօր հետաքրքրեց, թե ինչպես եմ ես աշխատում ցանցային մարքեթինգի տարբերակով եւ ինչպես եմ առանց վաճառքների բիզնես անում։ Տեսեք ինչն է հետաքրքիրը, հա, տվյալ մարդը ինչ որ մի ժամանակ եղել է բիզնեսում, հետո երկար դադար էր տվել ու հիմա նորից բիզնեսում է։ Եվ այսպիսի դեպքեր են շատ լինում, եւ բոլորը չէ որ գրանցված են Faberlic-ում, միշտ էլ կարելի է ունենալ գործընկերներ, միշտ, որովհետեւ տարբեր հանգամանքների պատճառներով մարդիկ ես եղել են մարդկանց հրավիրել եմ 10 տարի, 10 չկամ լավ, 7 տարի առաջ բիզնես իրենք այն ժամանակ չեն ուզել, բայց այսօր կարող են ուզել ու սկսել համագործակցել։ Շատ է այդպես լինում։ Միշտ էլ կարելի է։ Ինձ թվում է սա է իրականությունը։ Կարողանում են մարդիկ գրանցել այն մարդիկ, ովքեր աշխատում են եւ ովքեր ուզում են գրանցել։ Այդ մարդկանց մոտ ստացվում է բիզնեսը։ Ովքեր ուզում են գրանցեն, իրենք կգրանցեն։ Շատ մերսի Մարիամ ջան, քո խորհուրդների համար, քո կարծիքի համար, մեր աղջիկներին քո օրինակով ոգեշնչելու համար, մերսի որ միացար։ Կարող եմ մի բան էլ ավելացնել ու ձեզ բարի երեկո մաղթել, ովքեր որ հիմա այստեղ մեզ լսում են, ես վստահ եմ, որ ձեր ճանապարհին լինելու են տարբեր խանգարող հանգամանքներ, շրջապատի մարդկանց կարծիքներ են լինելու, ում դուք կհրավիրեք բիզնես, նրանց կողմից կլսեք տարբեր տեսակի կարծիքներ, մերժումների տեսքով կամ կգան ու կգնան ձեր բիզնեսից շատ կլինեն, բայց դուք ինքներդ ուղղակի հասկացեք ուր եք եկել, ինչ եք դուք ուզում ու գնացեք ձեր գործերի հետևից, ձեր պլանների հետևից ու անպայման նաստավնիկի հետ միասին։ Այն մարդը, ով բիզնեսում ամենաշատն է ձեզ հասկանում ու կարողանում օգնել, դա ձեր նաստավնիկն է։ Ոչ հարևանը, ոչ բարեկամը, ոչ տան անդամներից ինչ որ մեկը ձեզ չի կարա բիզնեսում այնքան օգտակար լինի, ինչքան որ ձեր նաստավնիկը։
որովհետև ինքը մասնագետ է ու ինքը գիտի ձեզ հետ ինչա կատարվում։ Այն ինչ որ նորեկի հետ կատարվում է, թե հոգեբանորեն այդ վիճակը, դա նաստավնիկը արդեն ապրել է ու ինքը դա գիտի, ոնց ձեզ օգնի հաղթահարել։ Իսկ շրջապատում ձեր անտեղյակ հարևաններն ու բարեկամները միգուցե իրանց ոլորտի մեջ իրենք լավ մասնագետներ լինեն, բայց ոչ ցանցային մարքեթինգի մեջ։ Լսեք ձեր նաստավնիկներին, շատ ինֆորմացված եղեք, որպեսզի ձեզ ոչ ոք չկարողանա կոտրի ու գնացեք մինչև վերջ։ Այսքանը ես կասեի։ Շնորհակալություն Մարիամ ջան, մերսի կարծիքների համար։ Դե ինչ, եկեք նախ հասկանանք ինչու են մարդիկ նախընտրում ցանցային մարքեթինգի ընկերությունների արտադրանքը եւ ինչու են մարդիկ նախընտրում Faberlic ընկերության արտադրանքը։ Իսկ հիմա դուք բոլորդ նկատել եք, որ հեռուստացույցը, ինտերնետը ողողված է գովազդով։ Այն տիպի գովազդով, որ նայում ես ու ոնց ասեմ, հավատ չի ներշնչում, դու տեսնում ես, որ հեռուստացույցով օրինակ ինչ որ մի հատ ֆոտոմոդելի վճարել են $1 միլիոն, որպեսզի ինքը գա եւ գովազդի ինչ որ մի հատ ընկերություն, հա, ասենք օրինակ Head and Shoulders-ը, եւ հաստատ այդ ֆոտոմոդելը վերցնելով մի քանի $1 միլիոն այդ նկարահանումների համար, ինքը հաստատ իր մազերը Head and Shoulders-ով չի լվանում։ Եվ այդ գովազդը ողողված է հեռուստացույցով, ինտերնետով, ամենտեղ գովազդ կա։ Եվ մարդիկ շատ հաճախ հոգնում են այդ ամենից եւ չեն վստահում գովազդին։ Մարդիկ վստահում են մարդու կարծիքին։ Եվ կան ֆիրմաներ, ինչպեսին որ մեր ընկերությունն է, ընտրել է ապրանքների վաճառքի զարգացման ցանցային մարքեթինգի տարբերակը։ Ինչա ցանցային մարքեթինգ։ Նաև կոչվում է multi-level marketing, հա, բազմաաստիճանային մարքեթինգ։ Ինչու է այդպես կոչվում։ Քանի որ մեր ֆիրմայի ապրանքը խորհուրդ են տալիս իրար մարդիկ։ Այսինքն դա բիզնեսի տեսակ է, բիզնեսի զարգացման ձև է, երբ որ դու ապրանքը խորհուրդ ես տալի բերանացի, ինչ որ մեկը պատմա քեզ այդ ապրանքի մասին, այդ ֆիրմայի մասին։ Եվ այդ դեպքում դու ապրանքը առնում ես միանգամից արտադրողից, ցանցային մարքեթինգի բիզնեսը նաև շատ անվանում են ուղիղ վաճառքների բիզնես։ Այսինքն այդ դեպքում ապրանքը միանգամից արտադրողից գնում է գնորդին եւ հետեւաբար դու առնելով ուղիղ վաճառքների բիզնեսից ապրանք դու շրջանցում ես խանութների ծախսերը, միջնորդների ծախսերը, դու շրջանցում ես ապրանքը կեղծողներին, որտեղ խանութներում շատ հաճախ հայտնվում է ոչ միայն վերավաճառված ապրանք, որ այդ ապրանքը մի քանի անգամ վերավաճառում է, այլ նաև կեղծված ապրանք։ Ուստի ցանցային մարքեթինգի բիզնեսի ֆիրմաներից առնել ապրանք շատ շահավետ է, որովհետև դու առնում ես ապրանքը միանգամից արտադրողից, դա քեզ ֆինանսապես ձեռք է տալիս եւ դու առնում ես նաեւ բարձր որակի ապրանք, որովհետև դու ստանում ես խորհրդատվությունը քո ընկերոջից կամ քո ծանոթից եւ այդ մարդը քեզ հաստատ չի խաբի, ինքը տելևիզորի գովազդը չի, դա անհատական խորհրդատվություն է տեղի ունենում ապրանքների։ Օրինակ ովքեր որ օգտվել են մեր ընկերության օրինակ շամպուններից, ես շամպունի ասում եմ շատ պրիմիտիվ մի հատ ապրանք, որը բոլորը այսօր տանը ունեն, չէ, բաղնիքում դրած շամպուն ունեն։ Եկեք փորձենք հասկանալ, մեր շամպունը որակով է իրոք, մեր շամպունը մեր առողջությանը վնաս տալիս է, թե չէ։ Եվ այսպիսի հարցերում շատ կարևոր է եւ մարդիկ սրան նույնպես շատ մեծ ուշադրություն են դարձնում, երբ որ ապրանքը առնում են Faberlic ընկերությունից, քանի որ այն ունի միջազգային բոլոր ստանդարտներ, այսինքն ինչ նյութեր, որ օգտագործվում է մեր ընկերության արտադրանքի մեջ, դրանք բոլորը միջազգային ստանդարտներին համապատասխան են։ Այսինքն դու վստահ ես, որ այնտեղ չկան թունավոր նյութեր, որ այնտեղ քո առողջությանը վնաս չի տրվում, որ դու կարող ես երեխաների խնամքով հանգիստ խնամել քո երեխաներին ու չվախենալ իրենց առողջության համար։ Այդպես 9 տարի առաջ ես ազատվեցի ալերգիայից, չնայած ես եկել էի Faberlic փող աշխատելու, բայց երբ որ ինձ ասեցին այդ ապրանքը դու պետք է քո համար առնես, ես սկսեցի առնել։
Սկսեցի առնել, օգտագործել տան մաքրող միջոցները, խնամքները, շամպունյները, գելերը, ատամի մածուկները, այդ ամեն ինչը ճիշտ է կոսմետիկ նյութեր են, բայց այդ ամեն ինչը անդադ շփվում է մարդու մարմնի հետ եւ մաշկի հետ։ Այսինքն դու իրոք կարող ես անորակ պրոդուկտով վնաս հասցնել քո օրգանիզմին, ինչպես որ ես էի արել երկար տարիներ։ 9 տարի է ես արդեն ալերգիայի դեղ չեմ խմում։ Ես չհասկացա այդ ինչն էր նախկին ապրանքների մեջ, թե լվացքի փոշիներ, թե շամպուններ, թե ատամացուկներ, թե ամանի հեղուկներ, ինչն էր, բայց ինչ որ բան իմ մոտ ռեալ ալերգիա էր առաջացրել։ Ես չէի հասկանում, ես 10 տարի ալերգիայի դեղ էի խմում, կարծելով, որ ես ալերգիկ եմ։ Հետո ես հասկացա, որ ես ոչ թե ալերգիկ եմ, այլ ես ուղղակի թունավոր նյութերի հետ շատ եմ շփվել։ Օրինակ ես հիշում եմ, որ ահավոր էր տուալետի մաքրող նյութերի հետ աշխատանքը։ Եթե ես առնում էի որակով բան, որը օրինակ լավ կմաքրեր կամ հոտերը կվերացներ, այն ահավոր վատ էր ազդում իմ առողջության վրա։ Իսկ հիմա ես Faberlic-ից առնում եմ ապրանք, որը ընտիր մաքրում է տուալետը եւ իմ առողջության համար վատ չի։ Ես չեմ զգում ոչ մի գլխապտույտ, երբ որ իմ կոկորդը քոր չի գալիս եւ այլն, ես դրա հոտից չեմ վախենում, նույնիսկ ձեռքերս չի վնասում այդ նյութերը, որովհետեւ դրանք էկոլոգիապես մաքուր նյութեր են օգտագործված։ Ու դա իմ համար շատ կարևոր է։ Ինչու ես ընտրեցի Faberlic ընկերությունը որպես ինձ գործընկեր եւ ինչու են մարդիկ ընտրում ցանցային մարքեթինգի բիզնեսը որպես բիզնեսի տեսակ։ Դա նույնպես շատ կարեւոր է, որովհետեւ տեսեք, երբ որ դու ուզում ես բիզնեսով զբաղվել, դու պետքա պատրաստ լինես շատ փող ծախսել քո իդեայի վրա։ Դու ուզում ես ինչ-որ ոլորտում բիզնես սկսես ու դու պետքա շատ փող ծախսես։ Ցանցային մարքեթինգի բիզնեսում դու քեզ պետք չի ոչ իդեա, ոչ փող։ Այսինքն դու գալիս ես պատրաստի բիզնես համակարգ, բիզնես մոդել ես ստանում եւ նույնիսկ ստանում ես այդ բիզնեսը անելու համար անվճար ուսուցում, որտեղ կա։ Ես հիշում եմ ինձ 2015 թվականին։ Մենք ունեինք Երևանում ֆերմա։ Ես նաև աշխատում եմ զուգահեռ, որովհետև ֆերման, մենք բացել էինք ֆերման 2015 թվականին, բայց 2015 թվականին, այսինքն 10 տարի անց դեռ ֆերման մեզ նորմալ եկամուտ չէր բերում։ Ես հասկանում եմ, որ մեծ փողեր ու մեծ ջանքեր ներդրված է մի տեղ, որը այսօր էֆեկտիվ չի, որը ինձ լավ չի պահում։ Եվ հենց այդ պատճառով, տեսնելով, որ կա հնարավորություն առանց փող դնելու ֆինանսական մեծ ներդրումների մասին է խոսքը գնում։ Կարելի է բիզնես անել, ես մի վայրկյան չեմ մտածել, պրոստը ուրախ եմ, որ գտել եմ տենց հնարավորություն, որտեղ ֆերման մեզ ֆինանսապես քամեց։ Մենք այնքան փող ենք դրել, երեխեք, դրա պատճառով այնքան վարկերի ու ծախսերի տակ ենք ընկել, նույնիսկ մեր բնակարանն ենք վաճառել, որ այդ ֆերման կայանա, մեկը ինքը չկայացավ։ Ու երբ որ ես տեսա հնարավորություն, որ կարելի է բիզնես սկսել ու փող չդնել, ես գործի մեջ էի։ Ես մտածեցի այսպես, ինչ ուզում ա լինի, ես գործի մեջ եմ։ Շատ շատերը մտածում են այսպես, որ ես ամաչում եմ, որովհետև ես սկսել եմ ցանցային մարքեթինգի բիզնես։ Ես ամաչում եմ, որտեվ ես համագործակցում եմ Faberlic-ի հետ։ Եթե կան տենց մարդիկ, հենց հիմա այս խմբից ելեք, այս սեմինարից ելեք, ու այլևս մի եկեք ստեղ, որովհետև ձեր տեղը այս բիզնեսում չկա։ Այստեղ են այն մարդիկ, ովքեր չեն ամաչում, ոչ մի բանից չեն ամաչում։ Իրենք չեն ամաչում, որ իրենց անունը, իրենց տարիքը, իրենց մազերը, իրենց բիզնեսը, իրենց ֆիրման։ Եվ եթե ինչ որ մեկը ամաչում է իր ֆիրմայից, դա գալիս է նրանից, որ ինքը չի ճանաչում իր ֆիրման։ Կամ ինքը համեմատում է իրան ես իմում հետ։ Ինչու է այսպեսի կարծիք, ասենց ասեմ, տարածված։ Ինչ որ մեկը, որը Faberlic ֆիրմայի հետ համագործակցել է, հնարավոր է իրան պահելը կպչուն, հնարավոր է իրան պահելը փնթի, հնարավոր է իրան պահելը անգրագետ եւ այլն։ Կարա չէ լինի, կարա լինի։ Հիմա մարդը գալիս է բիզնես, ասում է ես ամաչում եմ, ինչու, որտեղ ինքը մտածում է, որ ինքը այդ նույն մարդն է, բայց ինքը вообще կապ չունի այդ մարդու հետ։ Այսինքն, դու չպետք է ամաչես, դու չպետք է վախենաս, դու չպետք է մտածես, ինչ կմտածեն մարդիկ իմ մասին։ Ինչ ուզում են, թող մտածեն, իրենց խնդիրն է։ Կարող եք անալիզ անել ու ռեալ ձեր 5 մատը պահել ու հաշվել, քանի հոգի ընդհանրապես ձեր մասին մտածում ու ձեր մասին հոգ տանում այս կյանքում։ Ու դու կտենաք, որ ձեր մասին հոգ տանող դու կարող 1 կամ 2 հոգի հաշվեք այս աշխարհում։ Մեկը հնարավոր է ձեր ծնողները, մեկը հնարավոր է ձեր ամուսինը, ուրիշ ոչ մեկ։ Չկա մարդ, որ ձեր մասին հոգ կտանի։ Այդ մեկ։
Երկրորդը, երբ որ դու սկսում ես ցանցային մարքեթինգի բիզնես, դու օրինակ հիմա ձեզանից շատ-շատերը եկել են ստեղ։ Դա շատ նորմալ է, դուք եկել եք, որ հələ չգիտենք, տնանք ստե ինչա կատարվում եւ այլն, եւ կփորձենք ուսումնասիրել, տեսնենք։ Այո, հենց այդ փուլն է, որ դուք եկել եք բիզնես, բայց դուք բիզնես չեք անում։ Ոչ մեկ ձեզ չի բերել բիզնես, որ դուք հիմա բիզնես անեք։ Դուք եկել եք ստեղ ուսումնասիրելու ինչա ցանցային մարքեթինգի բիզնեսը։ Դուք պետքա պրոստը ուսումնասիրեք։ Ոնց է դա պետք անել։ Պետքա մասնակցել սեմինարներին, որոնք այս ամեն չորեքշաբթի 22:00-ին այս խմբում կա։ Հետազոտել իմ YouTube-ի ալիքը։ 1. Հետազոտել YouTube-ի ալիքը ընդհանուրում, ինչա ցանցային մարքեթինգի բիզնես, что такое сетевой մարքեթինգ եւ այլն։ Դուք այդ նյութերը լիքը կգտնեք ինտերնետում, սկսեք ուսումնասիրել։ Ցանցային մարքեթինգի բիզնեսը որպես երիտասարդ բիզնեսի տեսակ ինքը շատ օնլայն է ու դրա համար էլ YouTube-ում իր մասին շատ նյութեր կա։ Այսինքն ոչ մի գաղտնիք ձեզանից չկա փակ ցանցային բիզնեսի մասին։ Ամեն ինչ բաց է, լցրած է։ Նույնիսկ ասեմ ավելին, ես զարմանում եմ, որ այսօր շատ մարդիկ չգիտեն ինչ է ցանցային մարքեթինգի բիզնեսը։ Այսօր խոսալու ենք այդ մասին, հա, բայց մինչև կանցնենք այն թեմային, թե ինչպես է զարգանում ցանցային մարքեթինգի բիզնեսը, ինչ է պետք անել, ինչքան փող կարելի է աշխատել։ Եկենք հրավիրենք այսօրվա մեր հանդիպման, եթե մեզ միացել է, ես ոնց որ տեսա Անի Յարալյանի, սիրելի Անի, դու մեր հետ ես, միացել ես։ Ես տեսա, որ Անի Յարալյանը մեզ էլ միացել է այսօր, Անի ջան, եթե այստեղ ես կարող ես միանալ, խնդրեմ։ Դուրս է եկել երևի կուկուի հետ է։ Լավ, էլի կգա մեր Անին, մենք իրան խոսք կտանք այսօր։ Ինքը կակրած այսօր չաթում դրել էր, որ իրանց լոգասենյակը վերանորոգել են, կահավորել են, եւ ես յոքանչափ ուրախ եի Անի համար, որովհետեւ Անին փոքր աղջիկ ունի եւ այդ ամեն ինչի հետ ինքը զարգացնում է ցանցային բիզնես։ Այսօր շատ կանայք, ովքեր երեխա են ունենում, ձեռքերը ծալած նստած, հա, չգիտեն այդ երեխուն ոնց բան, չգիտեն իրենց ամուսնուն ոնց օգնեն, բայց այսօր կան շատ կանայք, ովքեր ունեն նորածին երեխաներ եւ բիզնես են զարգացնում։ Եվ իրանցից մեկը Անի Յարալյանն է, ինքը հեսա կգա եւ մի քիչ կպատմի իր պատմությունը, ինչպես է ինքը բիզնես եկել, ինչ հնարավորություններ է իրան տվել այդ բիզնեսը։ Բայց միջև Անին կգա, ես ուզում եմ ձեզ պատմել մի քիչ այն մասին, թե ես ինչպես եկա ցանցային մարքեթինգի բիզնես եւ ինչեր ես անում, որպեսզի կարողանայի զարգանալ ու կայանալ։ Ընդհանրապես ես այս բիզնեսի մասին իմացել եմ 2015 թվականին։ Ինչպես եմ իմացել այս բիզնեսի մասին, ես ընդունվեցի աշխատելու Faberlic ընկերությունում որպես ռեգիոնալ մենեջեր։ Դա ամենահրաշալի բանն է եղել իմ կյանքի, որ եղել է, որովհետև եթե ես չընդունվեի Faberlic-ում որպես ռեգիոնալ մենեջեր, դժվար թե ես գայի այս բիզնես։ Չգիտեմ, կյանքը ինձ այդպես է ծանոթացրել, չէ՞։ Հավանաբար ձեզանից շատ-շատերը եկել են բիզնես ստանալով առաջարկը ինտերնետում կամ օնլայն կամ նայելով ինչ-որ մեկի YouTube-ի ալիքը եւ այլն, բայց ես ոչ մեկից առաջարկ չեմ ստացել։ Ես ուղղակի ընդունվել եմ աշխատանքի Faberlic ընկերությունում, գլխավոր գրասենյակում Երևանի Գարեգին Նժդեհի փողոցի վրա, որտեղ կա եւ պահեստ, եւ կա կենտրոնական գրասենյակ, եւ ես ընդունվել եմ որպես ռեգիոնալ կառավարիչ։ Սկսել եմ աշխատել ֆիրմայի գործընկերների հետ եւ ծանոթացել եմ այնտեղ իմ հովանավորների հետ, որոնք այն ժամանակ օրինակ իմ անմիջական հովանավորը Գայանե ազգանունացան նստավիկիս։ Մի խոսքով Գայանելա Ավետիսյան։ Այո, Գայանե Ավետիսյանը այդ ժամանակ երիտասարդ աղջիկ էր, ինքը համալսարանում էր սովորում, դեռ ամուսնացած չէր, հիմա ինքը արդեն 2 երեխա ունի եւ երկրորդին էլ տղային մի քանի օր առաջ է ունեցել, դեռ չեմ հասցրել իրան շնորհավորել։ Ինքը այդ ժամանակ 20 տարեկան, 19-20 տարեկան երիտասարդ աղջիկ էր, որը սովորում էր համալսարանում։ Ու ես մտածում եմ, այս աղջիկը հələ նոր համալսարան է գնում։ Ոնց է ինքը վաստակում ամիսը 5-600 000։ Ինքը ժամանակ ավել էր վաստակում։ Նույնիսկ իր գրասենյակը ուներ աշտարակում։ Ես շոկի մեջ էի։ Ոնց։ Ու ես հասկանում եմ, որ որտեղ բիզնես է անում, որտեղ ինչ որ մեկի աշխատողը չի իմ նման, որը նստած սպասում է, որ իրան ամեն ամիս կփոխանցեն 200 000։ Հետո իր նաստավնիկ Նորայրը Գուդաղյան եւ իր կինը Վարդուհին, որոնք այն ժամանակ Ռասիայի վրա գրասենյակ ունեին եւ բիզնեսում էին այդ ժամանակ արդեն մոտ 5 տարի, այդ ժամանակ իրանք ոսկե տնօրեններ էին, ես նայում էի Նորայրի ավտոմեքենան, մտածում եմ մամա ջան, ոնց են այս մարդիկ sense փողեր աշխատում։
Հետո իրանց մի անգամ իրակին ինձ ցույց տվեց իրանց տան նկարները, որ իրանք առել են Երևանում եւ վերանորոգել են ու կահավորել են սուպեր ձևի, ես նայում ասում եմ ոնց էստա Faberlic-ի փողերով եւ իրանց եկամուտ այդ ժամանակ կազմել մոտ 1.5 միլիոն դրամ։ Ասում էին հա քնար։ Պրիտոմ նորայր ասում էր, ես даже դպրոց չեմ գնացել նորմալ որ սովորեմ, ես թույլիկ էի դպրոցից հանել են 8-րդ դասարանից։ Դու երկու հատ ինստիտուտ ես ավարտել, դու ինչ խնդիրն ես, ինչի մասին ես մտածում։ Այդպես ես տեսնելով իրանց օրինակները, հետո Արթուր Գևորգյանի օրինակը իմ համար ամենամեծ շոկն էր, երբ որ ես տեսա Արթուրի եկամուտները, դա ես աշխատում էի ֆիրմայի գործընկերների հետ եւ պայմանագրերն է իրանց կնքում, իրանց հետ ստորագրում եւ իրանց հաշվապահությունը իմ ձեռքի տակով էր անցնում եւ այլն, մի խոսքով այսպես ասեմ, ես այդ ամենի իմաչքով տեսնում եի, թե իրանք ինչքան փոխ են աշխատում, ինձ պետք չէ որ ինչ-որ մեկը ասեր։ Երբ որ դու ֆիրմայի գրասենյակում ես, դու ամեն ինչ քո հաշվով տեսնում ես, որտեղ եկամուտները ֆիրման է փոխանցում այդ պարտներներին, հետեւաբար այդ ինֆորմացիան իմ ձեռի տակով անցնում էր։ Ու ես շոկի մեջ էի։ Ես մի օր գնացի Արթուրի գրասենյակ, ասի Արթուր ինձ ասա դու ոնց ես աշխատում 5 միլիոն, որտեղ ինքը այդ ժամանակ էլիտար տնօրեն էր եւ հաստատում էր 5 միլիոնից ավել, ինքը ասաց նստի ես քեզ հիմա կբացատրեմ։ Եվ ինքը ինձ սկսեց բացատրել ինչպես է զարգանում ցանցային մարքեթինգի բիզնեսը։ Այսօր մեր աղջիկներ, այսօր ես 4 նոր պարտներ եմ գրանցել բիզնեսում եւ շատ է իրանց եմ ուզում հիմա այս ամենը բացատրեմ, որտեղ ովքեր որ վաղուց են բիզնեսում, իրանք գիտեն ինչպես է զարգանում ցանցային մարքեթինգի բիզնեսը, բայց հիմա ես ուզում եմ այդ մարդկանց բացատրեմ ինչ է իրանց ներկայացնում ցանցային մարքեթինգի բիզնեսը եւ ինչպես կարելի է այն զարգացնել։ Դրա համար խնդրում եմ ուշադիր նայել իմ գրատախտակին, որպեսզի ես կարողանամ ձեզ բացատրել։ Ահա, հուսով եմ դուք իմ գրատախտակը հիմա լավ տեսնում եք եւ իմ ինտերնետը չի անջատվի։ Так, այստեղ կջնջենք եւ կսկսենք բացատրել, որտեղ այսօր մեր աղջիկներից մի քանիսին ասում են, ես ինչքան փող կարամ ստանամ, երբ կարամ այդ փողը ստանամ եւ այլն, դրա համար բացատրություն հիմա, ինչքան կարաք փող աշխատեք, երբ կարաք այդ փող աշխատեք եւ այլն եւ այլն։ Так. Մեր ընկերությունը վճարում է ապրանքաշրջանառության ստեղծման համար, այսինքն այստեղ ճիշտ է, օй մի վարքի ես մի սենյակի դուրս փակեմ։ Ինչպես է ստեղծվում ապրանքային շրջանառություն բիզնեսում, այսինքն ստեղ պետք է ստեղծել ապրանքային շրջանառություն, կա ապրանքային շրջանառություն, կա փող, չկա ապրանքային շրջանառություն, չկա փող, այդ հույսով եմ հասկանում ենք։ Так, ինչպես է ստեղծվում ապրանքային շրջանառությունը ու ինչքան փող կարելի է վաստակել։ Так, սա դուք եք։ Դուք եկաք բիզնես, եկել եք բիզնես ու գրանցվել եք։ Եվ ինչ են ձեզ ասում, կա երկու տիպի ապրանքային շրջանառություն։ Նույնիսկ 3 տիպի, բայց հիմա հիմնական կխոսենք երկու տիպի ապրանքային շրջանառության մասին։ Որն է դա? Դա անձնական ապրանքային շրջանառություն, անձնական եւ թիմային։ Ինչ է նշանակում անձնական ապրանքային շրջանառություն եւ թիմային ապրանքային շրջանառություն։ Անձնական ապրանքային շրջանառությունը այն է, որ դու անում ես զակաց քո համար, պատվեր քո համար։ Անում ես 50 միավորի պատվեր։ Բիզնեսում պետք է 50 միավորի պատվեր, ովքեր նոր են միացել բիզնեսին, կարող են անել սկզբի համար 25 միավոր, բայց դուք պետք է նկատի ունենաք, որ բիզնեսում պետք է 50 միավոր։ Դա կարող է կազմել 50 միավորը կարող է կազմել 30-35 հազար դրամ, եթե դրամով վերածենք։ Ինչ եք անում դուք հաջորդ քայլով։ Դուք անում եք ձեր պատվերը, դուք միանում եք, հենց որ դուք անում եք ձեր պատվերը եւ վճարում եք, դուք միանում եք բիզնես միլիոն խմբին։ Այստեղ արդեն շատ աղջիկներ կան, ովքեր միացել են բիզնես միլիոն խմբին, այնտեղ դուք սովորելու եք ստեղծել ձեր թիմը։ Այսինքն զարգացնել ձեր բլոգը, ստեղծել ձեր բիզնես առաջարկը եւ այդ բիզնես առաջարկով կարող եք հարյուրավոր ու հազարավոր մարդկանց գրանցել բիզնեսում։ Եթե դու մի անգամ գիտես ու սովորում ես մեկ անգամ, ինչպես կարելի է մի հոգու հրավիրել բիզնես, դա նշանակում է, որ դու կարող ես դա կրկնելով հրավիրել 5 հոգի բիզնես։ Ես ասում եմ 5, դուք կարաք 10, դուք կարաք 100, դուք կարաք 1000։
Հիմա այստեղ հարց է առաջանում, հա, նորից վերադառնանք այդ հարցին ու պատասխանեմ ձեր այդ հարցին, ինձ ասում են, ես երբ կարող եմ փող աշխատել։ Հիմա այդ մասին ենք խոսալու։ Ինչպես է տեղի ունենում ապրանքային շրջանառություն եւ եկամուտները։ Ձեր գործընկերները նույնպես անում են 50 միավորի պատվեր։ Ինչ է տեղի ունենում ապրանքային շրջանառություն 300 միավորի, 300 միավորի։ 300 միավորի համար ընկերությունը ձեզ վճարում է 6% եկամուտ, որը կազմում է 10,000, ну կարող է մի քիչ էս կոմենկոմ ասում, հիմա որպեսի կալկուլյատորը չբացեմ ու չընկնեմ թվերի հետևից, 10,000 դրամ եկամուտ է ընկերությունը ձեզ փոխանցում ձեր կատարած ապրանքային շրջանառության դիմաց։ Հիմա ուզում եք ստանալ 10,000 դրամը շուտ աշխատեք, շուտ արեք ձեր պատվերը, մտեք Business Million, սովորեք բիզնես պրեզենտացիա, սովորեք ձեր բլոգը վայել եւ շուտ հրավիրեք այս մարդկանց, շուտ գրանցեք ձեր անվան տակ, շուտ իրանց պատվերը հանդել տվեք եւ շուտ փող աշխատեք։ Այսինքն Այստեղ մենք չենք սպասում, որ ինչ-որ մեկը մեզ պավիշենյա տա, որ մեզ ինչ-որ մեկը աշխատավարձ տա։ Մենք մեր փողը ինքներս աշխատում ենք, մեր հալալ քրտինքով, սենց ասեմ։ Ինչ է տեղի ունենում դալշը։ Մեր հրավիրած մարդիկ նույնպես պատվեր անելուց հետո միանում են բլոգին ու ստանում են մեզանից ուսուցում։ То есть ձեր գործընկերները կրկնում են ձեր գործողությունները։ Եվ իրանք էլ գրանցում են իրենց անվան տակ իրենց 5 գործընկերներին։ Եվ այդ դեպքում, երբ որ ձեր գործընկերները գրանցում են գործընկերներ, նոր գործընկերներ, ինչ է տեղի ունենում։ Ձեր ամեն մի գործընկերը արդեն ունի 300 միավոր, ճիշտ է։ 300, 300, 300, 300, 300։ Ինչ է տեղի ունենում։ Հիմա ձեր գործընկերները ստանում են եկամուտ, ստացան։ Դուք ինչքան եկամուտ եք ստանում։ Դուք ունեք թիմային 1550 միավոր։ 1550 միավոր, որը վարձատրվում է 15%-ով, որտեղ ընկերության մարքեթինգ պլանը այնպես է, որ ինչքան քո թիմը աճում է, այնքան քո տոկոսը վարձատրման աճում է։ Ու այստեղ դու վաստակում ես 80,000 դրամ։ Ինչ տեղի ունեցավ։ Տեղի ունեցավ ապրանքային շրջանառություն եւ ապրանքային շրջանառության աճ։ Եկան մարդիկ, բիզնես, իրանք էլ վերեցին նոր մարդկանց բիզնես։ Իհարկե դու այստեղ ինչ ենք հասկանում, հա, որ բիզնեսը աճում է խորության վրա դեպի ներքև, որտեղ քո անվան տակ գրանցած մարդիկ իրանք էլ են գրանցում նոր մարդկանց։ Այսինքն բիզնեսը աճում է դեպի ներքև, դեպի խորքերը, բայց նաեւ աճում է լայնության վրա։ Այսինքն դու կարող ես չկանգնել եւ իրանց սովորեցնելու զուգահեռ եւս 5 հոգի գրանցել բիզնեսում եւ եւս ստեղծել 300 բալ ավել։ Եվ այստեղ եթե դու շարունակես հրավիրել, ոչ թե միայն քո հրավիրած մարդկանց սովորացնես, դու ավելի մեծ տեմպով կաճես։ Այդ դեպքում քո եկամուտը ոչ թե կլինի 80,000, այլ 150,000։ Ավելի կաճի քո եկամուտը։ Հետո այս մարդիկ իրենք էլ չէ կհրավիրեն նոր մարդկանց բիզնես, այսպես։ Հետո այս մարդիկ էլ կհրավիրեն բիզնես։ Եթե օրինակ 25 հոգի հրավիրի բիզնես 5 հոգու, դա 125 հոգի է։ Եվ դա արդեն 7800 միավոր է։ Եվ դա արդեն 23% վարձատրություն է։ Դա արդեն 495,000 դրամ բոնուս է, պլյուս 450,000 դրամ եկամուտ է։ Խնդրեմ, արդեն 1 միլիոն, տեսեք։ Տեսակ բիզնեսը ոնց է զարգանում։ Երբ եք ուզում փողը ստանաք, երեխեք, մտեք բիզնես, շուտ, արագ արեք ձեր գործողությունները, ակտիվ եղեք բիզնեսում։ Բիզնեսում շահում են միայն ակտիվ մարդիկ, ովքեր ակտիվ են, գործողություն են անում։ Իրանք ամեն մի րոպեն իրանց հաշված է։ Ինչ արժի 1 րոպեն։ Եթե դու միլիոնատեր ես, քո մի րոպեն արժի ամենակիչը 50,000 դրամ։ Այսինքն դու հենց որ մի րոպե անիմաստ ծախսում ես 50,000 դրամ դու տեղ կորցնում ես։ Ովքեր փող չեն աշխատում CTV-ում, ովքեր գրանցվում են ու նստած են նույն տեղում։ Մտել են Business Million ուսուցում, չեն սովորում։ Ոնց բլոգ, ես Business Million խմբում ուսուցում ունեմ, աղջիկներ, թե ոնց կարելի է վիդեո դնել, եւ այդ վիդեոյով 1 միլիոն դիտում ունենալ։ Եվ այդ մի հատ վիդեոն, եթե տենց մի հատ վիդեո դուք սովորեք նկարեք ու դնեք,
Դու կարող ես մի վիդեոյով 1000 հոգի գրանցեք բիզնեսում։ 1000 հոգի, ոչ թե 5, ոչ թե 10։ Ու դա բիզնես միլիոն խմբում անվճար դրված է իմ պարտներների համար, ովքեր գալիս են բիզնես։ То есть, եթե դու 21-րդ տարում եկար բիզնես, կստատի Անի Յարալյանը մեզ միացավ, թե դեռ չի եկել։ Անի Յարալյանն էստեղ է, թե չէ։ Մենք քեզ սպասում ենք, так что հենց միանաս կասես ազիզ ջան։ Եթե դու եկար բիզնես, ու դու եկար բիզնես ինտերնետ մտար, այսինքն դու մտար ինտերնետ, մարդիկ ոչ թե 5, 10, 20, 100 հոգի են, ոնց որ քո շրջապատում, ոչ թե ոնց որ քո ընտանիքում, այլ 1000, այլ 10000, այլ 20000, այլ 1 միլիոն հոգի են ինտերնետում։ Այսինքն քո շանսերը, եթե դու սովորում ես բիզնես միլիոն խմբում, դու սովորում ես բլոգինգը, դու սովորում ես կոնտենտ պլանը, դու սովորում ես TikTok-ի էջի զարգացումը, դու սովորում ես Facebook-ի էջի զարգացումը, դու սովորում ես YouTube-ի էջի զարգացումը, դու կունենաս հազարավոր գրանցումներ քո բիզնեսում։ Եթե դու այդքան խելացի ես ու դու այդքան գործունյա ես, որովհետև կարաս նաև վիդեո նայես ու ոչ մի բան չանես։ Այնտեղ ասում ես, սենց վիդեո նկարի, ու դու ոչ մի բան չես անում, այդ օրը վիդեո չես նկարել, հա, օրինակ եմ ասում։ Այդ արդեն քո խելքից է գալի, քո աշխատասիրությունից է գալի, մեկը դանդաղ, բայց անում է, գնում է իր նպատակի հետևից, մեկը ոչ մի ձև չի գնում, մեկը վազում է, հալալ է, դանդաղին էլ է հալալ, վազողին էլ է հալալ, ով որ տեղը նստած մնում է, զակազամ, 6 ամիս հետո ասում է, ես մենակ զակազ եմ անում, ես չունեմ ուր է իմ աշխատավարձը։ Եթե դու չես աշխատել, դու թիմ չես ստեղծել, դու չունես աշխատավարձ։ Պարզ է, так что ովքեր որ ստե մտել էին այս բիզնես, ձրի փողեր աշխատելու, պրոստը ասում է, բախտը սկբերի ես դե փող կաշխատեմ, ստե բախտ չի թափած, երեխեք, սա բիզնես է, որտեղ մենք աշխատում ենք ու փող ենք աշխատում։ Ու այդ ամեն ինչի համար մենք աշխատում ենք, հա, ամեն անգամ բացատրում ենք բիզնեսը։ Ինձ կասեն ոչ, այո, ձեզ կասեն մարդիկ ոչ, էդ էլ է նորմալ, բայց ձեզ ինչ է թվում, դուք ում ինչ ասեք ինքը գալու է բիզնես, տենց է չի լինում։ Այսինքն, այո, ձեզ մարդիկ ասելու են ոչ ու դա նորմալ է ցանցային մարքեթինգի բիզնեսում։ Դուք պետք է դրա հետ նույնպես հարմարվեք, որ մարդիկ ձեզ կասեն ոչ։ Ինչ կմտածեն մարդիկ իմ մասին, եթե ես գամ ցանցային մարքեթինգի բիզնես։ Ինչ ուզում են կարան մտածեն մարդիկ, որ դուք եկել եք ցանցային մարքեթինգի բիզնես, որ դուք ուզում եք ձեր բիզնեսը անեք։ Ձեզ պարզ է, ես պարզ բացատրեցի, թե ինչքան փող կարելի է աշխատել։ Հիմա դուք նայում եք այս ամեն ինչին։ Դուք այս ամեն ինչին նայում եք։ Ձեզ պարզ է ինչքան փող կարելի է աշխատել։ Ձեզ պարզ է ինչա պետք դրա համար անել, ամենակարևորը։ Всё։ Այդ ամենակարևորն է, երեխեք ջան։ Ինչա պետք առնել։ Երեխեք ինչ ուզում եք առեք։ Գալիս եք բիզնես, գրանցվում եք, մտնում եք ձեր կաբինետը, այնտեղ կա 10000 անուն ապրանք։ Գներեք, բայց ես չեմ ուզում ձեզ ասեմ գնա, դե շամպունի առ, դու չգիտես, որ դու շամպուն ես առնում, մտի մազերի խնամքը, մտի մարմնի խնամքը, մտի մազերի խնամքը եւ առ քո շամպունը գցի զամբյուղ, ոնց ես գնում սուպերմարկետ, ծանր ящикներով, իսենց ավելի հարմար է, դու պատվիրում ես, քեզ բերում են ապրանքը տուն, դու դաժե տնից դուրս չես գալիս։ Ու ինչ է կատարվում, երբ որ դու գնում ես առաջ խանութ, գնում էիր առաջ խանութ, ես գնում էի առաջ խանութ, գնում էի կասայի մոտ, առնում էի իմ շամպունը, լվացքի փոշին, ամանի հեղուկը, շորը, կոշիկը, ներքնազգեստը, վիտամինը, դուխին, անտիպերսպիրանտը, մազի ներկը եւ այլն, ով էր ինձ փող տալիս դրա համար խանութում։ Ով է ձեզ փող տալիս խանութում, երբ որ դուք գնում եք խանութ, այդ փողերը ծախսում եք, ոչ մեկ։ Գալով ցանցային մարքեթինգի բիզնես, դուք նույն բանն եք անում, դուք գնում եք խանութ, այսպես ասենք, պրոստը ուրիշ խանութ, արդեն ձեր խանութն եք մտնում։ Երբ որ դուք այդ ապրանքը առնում եք, դուք կարողանում եք սովորեք բիզնես, դուք կարողանում եք լինել ֆիրմայի գործընկեր։ Նույնիսկ ես այն օրը դրեցի այդ վիդեո դասը, որ ֆիրմայի կողմից ինչ հրաշալի ուսուցում կա։ Ով է նայել երեխեք գրեք չաթում
շատ հետաքրքիր է։ Ովքեր որ դաժե անում են 25 միավորի զակաս, ֆիրման իրենց անվճար ուսուցում է տրամադրում բիզնեսի զարգացման համար։ То есть այնտեղ չոտքի բացատրում է դուք ոնց կարաք բիզնես զարգացնեք։ Ես այսօր էլ եմ մտել, այդ ուսուցումները նայել եմ, հրաշք ուսուցումներ է, բոլորին խորհուրդ եմ տալիս, մտնում եք Drive, ես վիդեո նկարել եմ, իմ YouTube-ի ալիքում դրած է, ոնց պետք է մտնել այդ ուսուցումները նայել։ Այդպես, то есть դու սովորում ես բիզնես զարգացնել։ Դու ստացվում է, որ քո տունը ազատ գրաֆիկով սկսում ես քո on-line բիզնեսը։ Շատ շատերը մտածում են, որ ստեղ խաբեություն կա, որ ինչ-որ մեկը կարա խաբի, կարա քեզ թալանի եւ այլն։ Մենք պրոստը ասենք, եթե դու քո համար on-line շամպուն ես պատվիրում ու լողանում ես, ո՞նց կարան, ով կարա քեզ այդտեղ խաբի, ո՞նց կարան քեզ խաբեն։ То есть այդ մտքերը գալիս է չիմացությունից։ То есть ես ինչ պետք է անեմ, որ ինձ խաբեն, ինչ պետք է անեմ։ Մի հատ պրոստը եկեք պատկերացնենք։ Եթե դու քո համար զակազ ես անում, վճարում ես Faberlic-ին, քո ապրանքը քեզ բերում են տուն։ Всё, դու այդ ապրանքը առար, փողը տվեցիր, ապրանքը վերցրեցիր։ Всё, որտե՞ղ է խաբեություն։ Որևէ մեկը դες չի ասում փողը ինձ տուր, դու փողը քո Faberlic-ի հաշվին ես փոխանցում։ Բարձա։ Անի Յարալյան մեզ միացար, ողջույն։ Так, որ մեզ լսում է։ Բարի երեկո։ Ողջույն Անի ջան, ինչպե՞ս ես։ Շատ լավ, կամերաս միացնեմ։ Ինչպե՞ս է փոքրիկ ծախուկը քնելա։ Իմ արքայադուստրը հստակ քնի ռեժիմ չունի, բարի երեկո բոլորին։ Երբ ուզում քնում է։ Այո, եւ ամենավատը գիտես որն է, օրինակ կարամ ես իրան քնացնեմ, ասնի 15 րոպե, 20 րոպե, ու ինքը էլի լացի, մի հատ հայտնվի գրկից, հետո նորից քնի։ Ну, մի 15 րոպե առաջ այդ վիճակում էինք ու հուսամ այս անգամ մեր հարցազրույցի ժամանակ ինքը ինձ չի խանգարի, ճակերտավոր ասած։ Ոչինչ, եթե կարթնանա, խնդիր չունես, մեզ ասա, հաջող դու գնա քո գործը, մենք չենք նեղվի անջան, բայց քանի որ այստեղ ես, ուզում ենք քեզ մի քանի հարց տալ։ Ինչպես դու եկար ցանցային մարքեթինգի բիզնես, դա երբ էր, ինչպես դու եկար, եւ ինչի համար եկար, եւ ինչ ստացար, քո սպասելիքները բավարարված են բիզնեսում։ Ես բիզնես նախագծին միացել եմ 2018 թվականից, միացել եմ շատ հետաքրքիր ձևով, ես ինքս եմ փնտրել աշխատանքի առաջարկ ու դա եղել այն ժամանակ, որ ես 2 տարի ինձ փնտրտուքների մեջ էի, ուզում էի մասնագիտությամբ աշխատանք գտնեի, մասնագիտությամբ ընկերներ տարեկանի դասվար եմ սովորել ու չէի կարողանում իմ մասնագիտությամբ աշխատանք գտնել, ես դրանից շատ էի նեղվում, հա, գիտեք, այն մարդիկ, ովքեր սովորել են կհասկանան, որ թվում է թե համալսարանը պիտի ավարտես, հետո աշխատանքի ընդունվես, կարիերա, ու հոպ չի ստացվում, հիասթափություն։ Ու որոշեցի on-line աշխատանք գտնեմ, իհարկե բախվել եմ այն խնդրին, որ տնեցիք ասում էին, ինչ on-line աշխատանք, էդ ուր ես ուզում մտնես, դու գյուղի աղջիկ, էդ ում հետ պիտի աշխատես, բայց որոշումս հստակ էր, չկար ռիսկեր, չկար կորցնելու ոչ մի բան, ու ես որոշեցի սկսեմ համագործակցությունը։ Համագործակցությունը սկսել եմ մի հատ անծանոթ մարդու հետ, այն որ ոչ մի վստահություն չի ներշնչել տվյալ մարդը, ընկերներ ջան, այլ ուղղակի մտել եմ YouTube, ուսումնասիրել եմ ինչա սետևոյը, հա։ Ու ինչն էր հետաքրքիր այդ ժամանակ մի հատ տնօրենի լսեցի, ով պատմում էր ոնց երեխու հետ ինքը ստացել ֆիրմայից 500,000 դրամ պրեմիա, ու ես ինձ ասեցի մի րոպե, եթե սա լուրջ է, ուրեմն ես այդտեղ կորցնելու ոչ մի բան չունեմ։ Միգուցե ուսումնասիրեմ, փորձեմ, եթե չստացվի, եմ ասում մեկը կորցնելու բան չունեմ, էլի, բայց ավելի լավ է սովորեմ։ Հիմա ընկերներ դուք ունեք այդ հնարավորությունը լսելու, սովորելու, ինչը շատ կարևոր է, որովհետև մեր ժամանակ այսքան ուսուցումներ, այսքան ինֆորմացիա ընկերներ չկար, հա։ Այն ինչ հիմա ձեզ համար տրամադրվում, ասենց ամեն շաբաթ գեղեցիկ կերպով ուսուցումներ է կատարվում, դուք ունեք հնարավորություն մասնակցելու կամ օրինակ առաջիկայի սեմինարը, հա, մարտի 22-ի որ կլինի Նատալիա Շուկի
լիքը հնարավորություններ հիմա ընձեռնվում է գալ, լսելու, մասնակցելու, շփվելու, ինչը առաջ ընդհանրապես ցավոք սրտի բացակայում էր, այսինքն դա կարող տարվա մեջ կարելի ասել 1-2 անգամ լիներ, իսկ համարյա հիմա ամեն ամիս մենք ունենք հնարավորություն լիքը ուսուցումների մասնակցելու անգամ օֆլայն տարբերակով, իսկ դա ռեալ հնարավորություն է կոպիտ ասած գնալու ու ձեր նաստավնիկներին, ձեր ավագ նաստավնիկների հետ մոտիկից ծանոթանալու, շփվելու, հա։ Քնարիկ ջան, քեզ ոնց որ դուրս գցեց կապը։ Այո, բայց ես վերադարձա հեռախոսով, որտեվ համակարգչիս կապը անջատվեց, ես էլ չեմ հասկանում ինչ եղավ, ուղղակի կապ չկա ոչ մի տիպի։ Ես միացա մոբիլնի դատայով, լավա որ դու էստեղ էր ու այդ պահին այդպես կապը անջատվեց։ Անի ջան, իսկ ինչպիսի գործողություններ ես խորհուրդ տալիս անել նորեկներին բիզնեսում հաջողակ լինելու համար։ Բիզնեսում հաջողակ լինելու համար առաջինը խորհուրդ կտամ չնայեք ինչ անում ձեր նաստավնիկը, այսինքն եթե ձեր նաստավնիկը չաթերում պասիվ է, բայլիս չի գրում, չի շփվում, անգամ իր գնումներով չի կիսվում, դուք մի նայեք ու մի արեք դա։ Դուք եղեք ակտիվ, դուք եղեք նախաձեռնող։ Գիտեք, ես ոնց խորհուրդ կտամ ընդհանրապես լինեք չաթում ակտիվ։ Այն որ պատկերացրեք, որ դուք տնօրեն լինեք, այդ չաթը ոնց կբարեիք, ինչ կանեիք, հա, այդ ամեն ինչ ընկերներ, արեք հիմա, ոչ թե մտածեք, այ որ տնօրեն դառնամ, ես գեղեցիկ մոտիվացնող մտքեր կտեղադրեմ, իմ գնումներով կկիսվեմ, հա։ Այդ ամեն ինչ արեք հենց հիմա, այսինքն փոխեք ձեր մոտեցումը, որովհետև շատ նորեկներ ամաչում են անգամ հարցեր տալ, հա։ Ես միշտ ասում եմ, չաթերը նրա համար է, որ հարցեր ուղղեք, իրար օգնեք, օրինակ հենց այս պահին միջև միանալ ուղիղ եթերին, ես օգնում էի իմ թիմի աղջիկներին ու իմ համար այնքան ողջունելի էր, որ այն մեկը տոնային կրեմ էր հարցրել, այն մեկը օգնում էր, այն մեկը ասում է, որ ես տոնայինի տակից ոչինչ չեմ քսում, այն մեկը ասում է, բայց ես քեզ խորհուրդ չեմ տա։ Այդ ընկերական շփումը պետք է հանգիստ ապահովել խմբում, որովհետև խումբը հենց դրա համար է։ Հավատացեք, ոչ մի նաստավնիկ ձեզ չի ասելու, վայ ինչ ես դու հարց տվել, այդ հարցը արի անձնական տուր, որովհետև խումբը հենց դրա համար է, հարցերը ուղղելու, այնպես որ աղջիկներ եղեք ակտիվ, եղեք շփվող, դուք այսօր ունեք հնարավորություն ստանալու ուսուցում ձեր ավագ նաստավնիկից, իհարկե շատերից են անմիջական նաստավնիկը մեր սիրելի Քնարիկ Խաչատրյանն է, այն որ ես նորեկ ժամանակ հիշում եմ, քն ինչքան էի լսում քո ուսուցում ով այս ժամին որոշելիս խանգարը։ Տեսեք աղջիկներ, հիմա դուք ունեք այդ հնարավորությունը, այն որ եթե օրինակ իմ մոտ եղել է, բայց ես դա չեմ արել, հա, միգուցե շատեր կարող է մտածեք, դե Քնարն է ինձ հրավիրել, բայց Քնարը շատ զբաղված է, աղջիկներ, Քնարի տեղը երբեք չորոշեք, հարց ունեք, գնացեք ուղղեք, եթե հենց պետքա Քնարից իմանալ, եթե չէ, չաթում հարցերը տվեք, շփում ապահովեք անպայման ձեր նաստավնիկի հետ։ Ու շփումը գիտեք ոնց, ոչ թե ամիսը մի անգամ զանգելն է, այլ հենց ամեն օր ընկերական, անմիջական, որովհետև բիզնեսում կա չէ, սենց մի հատ խոսք, եթե դու ունես 1 միլիոն ընկեր, ուրեմն դու միլիոնատեր ես։ Հիմա եթե դուք ուզում եք բիզնեսում զարգանալ, առաջինը պետքա հենց անմիջական կապ ստեղծեք ձեր հրավիրող մարդու հետ, որպեսզի նույնը կարողանաք դուք դուպլիկացիա անել, այսինքն կրկնօրինակել սովորացնեք ձեր թիմին, որովհետև եթե դուք չշփվող լինեք, օրինակ ես բավականին փակ մարդ եմ եղել, հա, ես չէի սիրում շփվել, զանգել, խոսալ, բայց ես բիզնեսում դա դրել եմ մի կողմ։ Ես հիշում եմ նորեկ ժամանակ առաջ կամաչեի հարցնել, բայց երբ որ ես որոշեցի, որ ես պիտի առաջ գնամ, գիտեք ինչ էի անում, չաթում հարց էի տալիս, չէին պատասխանում, գրում էի ոչ մեկ չգիտի, որ ամոթից պատասխանել, հա, որ հանկարծ իրենց դիրեկտորը չգա ասի, այս աղջիկը հարց ա տվել, ինչի չեք պատասխանում։ Ինչի, որովհետև ես մտածում եմ, եթե այստեղ կա շանս սովորելու, աշխատելու, գիտեք, լուրջ մոտեցեք, հիմա տեսեք, սա հնարավորություն է, որ դուք փող աշխատեք, օրինակ հիմա ինչքան մարդիկ են սովորում SMM ոլորտ, ու դա սովորում են վճարովի տարբերակով, իսկ
իսկ այսօր դուք դա ունեք հնարավորություն սովորել ցանցային բիզնես, ստանալ մարքետոլոգի մասնագիտություն, բայց դա ստանալ անվճար։ Մի հատ տարբերություն զգացեք վճարովի ու անվճար, հա։ Ասենք ես ինքս թեկուզ 4 տարի համալսարան սովորել եմ, ունեմ բարձրագույն կրթություն, բարձրագույն դիպլոմ, բայց փաստացի իմ կրթությունը այսօր ընդհանրապես կապ չունի իմ ընտրած աշխատանքի հետ, որովհետև գալով ցանցային բիզնես ես ամեն ինչ սովորել եմ։ Ոնց աշխատել, ոնց հրավիրել, ոնց անել բիզնես պրեզենտացիա, ոչ թե գնալ մարդուն զանգել ու ասել արի գրանցվի Faber-Fig-ում, ինքն ասի չեմ ուզում, ու դու ասես դե որ չի ուզում, ինչ ասեմ։ Ինչ անում են մեր նորեկները։ Այնպես որ ընկերներ, քնարի ոսկե խորհուրդները, որովհետև դուք այսօր իրոք ունեք այդ հնարավորությունը, հա, ձեր անմիջական նաստավնիկը ինքն է, հա, կամ հենց անմիջական խմբի ղեկավարը ինքն է, դուք այդ շանսը օգտագործեք, որովհետև եմ որ ասում եմ, ինչքան հաջողակ մարդու հետ շփվես, այնքան ավելի մեծ կնի քո հաջողությունը, ու որպեսզի դուք դա պատկերացնեք, ես ռեալ իմ օրինակով կբերեմ, հիշում ես քնար մենք երևի 2019 թվականը կներ գնացինք Վրաստան, այդ մի հատ ճանապարհը, որ մենք իրար հետ գնացինք, Քնարի Խաչատրյանն էր, ոսկետնօրեն Նաիրա Ասատրյանն էր, ու ես հիշում եմ այդ ժամանակ ընկերներ ընդամենը տնօրենի ստատուսի մի հատ աղջնյակ էի, ու շատ էի ուզում ընդհանրապես բարձրանալ ստատուսով, բայց միևնույն ժամանակ մտածում էի, որ ես էլ ազատ, այդ բարձր ստատուսն էլ երևի իմը չի, ընկերներ, այդ ճանապարհը իմ համար եղավ ճակատագրական, որովհետև երբ որ դուք շփվում եք այդ մարդկանց հետ ավելի մտերմիկ, ավելի ջերմ, արդեն դուք մտածեք, բայց մի րոպե, այս մարդը ինչ որ յուրահատուկ բաներ չի անում, այն ինչ ինքը տալիս է, այն ինչ սովորացնում է, դա կարելի է պրոստը վերցնել անել, ինչ չենք անում, հա։ Այսինքն շատ հաճախ օրինակ թվում է, չէ՞, քնարիկը բարձր ստատուս ունի, ուրեմն ինչ որ կախարդական փայտիկ կա ձեռքը, կախարդական փայտիկ ընդհանրապես չկա աղջիկներ։ Այդ նույնն է, շատերին թվում է հիմա իմ համար հեշտ է երեխու հետ աշխատելը, չէ, հեշտ չի, բայց ունեք հստակ նպատակ, մի սպասեք ոչ մի բանի, ուղղակի արեք, որովհետև հարմար օր, ժամ երբեք չի գալու։ Հարմար պահը հենց հիմա է, որ դուք դա անեք, ոչ թե ասեք, դե չեմ կարա վաղը, այսօր հավես չունեմ, հա, որովհետև դա ընդհանրապես հետ է ձգում, որովհետև ասել եմ ու կասեմ, ես հիմա ունեմ գործընկերուհի, ով օրինակ պրոյեկտում չաշխատելուց հետո ինձ գրում է, Անի ջան, ես քո շնորհիվ շնորհակալ եմ, շատ բաներ սովորեցի, բայց եթե ես լսեի քեզ ու այս բիզնեսը անի, ինչքան բան ավելի լավ կլիներ իմ կյանքում, չէ՞ որ ասում եմ, ես հիմա իմ երեխուն տալիս եմ երկարօրյա այդ դպրոցը, որպեսզի կարողանամ վարձու աշխատանքով ապրեմ, բայց ընկերներ չէ, որ դա կարելի է չանել, անել այս բիզնեսը, ընտանիքի կողքին լինելով, երեխայի ներկայությունը վայելելով եւ միևնույն ժամանակ ավելի շատ վաստակել։ Շնորհակալություն Անի ջան, աղջիկներ ասեմ, որ Անի հարսանիքին գնացել ենք կոլեկտիվով, մի լավ քեֆ ենք արել եւ Անին մեր թիմի միակ չամուսնացած աղջիկն էր, որ եկել էր բիզնես ու ասում էր, որ ինքը ուզում է բիզնեսով զբաղվի ու ես անկեղծ ասած լուրջ չէի վերաբերվում, ասում եմ, չամուսնացած աղջիկեր մտածում են կարճ յուբկա հագնելու մասին, մակիաժ անելու մասին, ինչ բիզնես, ինչ բան։ Ես անի գործունեությանը անկեղծ ասած այնքան էլ լուրջ չէի վերաբերվում, ասում էի, տենց բան չի լինում էլի, որ չամուսնացած աղջիկը գա բիզնես, բայց ես Անի հետ շփվելուց հետո հասկացա, որ էդի տարիքի հետ կապ չունի, էդի ամուսնացած լինելու ու չլինելու հետ կապ չունի, որ կան շատ ամուսնացած կանայք, որոնք իրանք արդեն անլուրջ են, կամ որ երեխա ունեն, էլի անլուրջ են, հա, որ նայում դա տարիքի, դա ամուսնացած լինելու հետ, դա մարդու կազմակերպվածության հետ կապ ունի, մարդու ներքին կուլտուրայի հետ կապ ունի։ Եվ Անին ապացուցեց, որ կարա երիտասարդ աղջիկ գա, տնօրեն դառնա, ավագ տնօրեն դառնա, հիմա դու ինչ ստատուսում ես Անի ջան։ Այս պահին հաստատված ավագ տնօրեն ստատուսում արծաթը բացել եմ, բայց չեմ հաստատել։ Հիմա նորից նպատակներ կան ավելի լավ աշխատելու եւ բարձրանալու։
Ինչքան բոնուս է կազմում արծաթե տնօրենի բոնուսը։ Ինչքան կարելի է вообще Արծաթե բիզնեսով փող աշխատել։ Արծաթե տնօրենի բոնուսը աղջիկներ միած սիրում կլորիկ չեկար 990,000 դրամ, այն որ այդ բոնուսը ինքը հիանալի հնարավորություն է ընտանիքով ճամփորդելու, հա։ Ես հարաբես սիրում եմ ճամփորդությունը, իմ կյանքում այն կարևոր տեղը հենց այդ ճամփորդությունն է, ու անգամ Հայաստանում են, որ շատերը ֆինանսից դրդված իրենց թույլ չեն տալիս անգամ Հայաստանի ներսում տեսնել այդ գեղեցիկ վայրերը եւ գումար ծախսել։ Ես գալով այս բիզնես հասկացա, որ կարելի է եւ ճանաչել Հայաստանը եւ Հայաստանից դուրս։ Իհարկե նշեմ, որ ես ֆիրմայի հաշվին մի անգամ արդեն ճամփորդություն ունեցել եմ, մենք շատ հիանալի ճամփորդություն ենք ունեցել դեպի Եգիպտոս, կարելի ասել անմոռանալի։ Այո, վայելել եք Բայց ես Եգիպտոսը։ այո, ու գիտեք ամենահետաքրքիրը որն է, որ իմ աղբոր ընկերներից մեկը ասենց սեղանի շուրջ ասում է, որ գիտես, ես կնոջս հետ գնացել եմ Եգիպտոս հանգստանալու, ու այդ ամբողջ սամալյոտի մեծ մասը ինչ որ Ֆաբերվիկի տնօրեններ էին։ Ախպերս ծիծաղում ասում է, բայց իմ քուրն էլ այրանց մեջ ասում է, հա, ասում է, փաստորեն մարդիկ լուրջ փող են էլի աշխատում, ասում է, ես չի պատկերացնում, որ Ֆաբերվիկով տենց, ասում է, հա, փաստորեն, այսինքն տեսեք, հենց այդ ճամփորդությունն էլ բառօրինակ է, իհարկե հիմա հենց առաջիկայում են մենք էլի կտեսնենք մեր տնօրեններից, որ կգնան դեպի Եգիպտոս ճամփորդության ապրիլ ամսին, ու բայց կարամ նշեմ աղջիկներ, որ առաջի անգամ հանրապես ես հյուրանոցի դուռը, որ սենց բացել եմ, էլի Ֆաբերվիկ օնլայն նախագծում քնարկը հիշես, որ մենք գնացինք աղվերան ու մնացինք, ովքեր ցանկացան, այդ անգամ ստատուսը կապ չուներ, եթե մարդ ցանկություն ուներ, այդ մեկ օր մնալը, որ սենց լրիվ ուրիշ լիցքեր էր, ուրիշ մոտիվացիա էր, ու գիտեք ամենակարևորը որն աղջիկներ, երբ որ դուք դա անում եք ձեր վաստակած փողով, հարցային չէ, թե ինչքան է օրինակ օգնում ձեր ամուսինը կամ ծնողը, հա, հարցն է, երբ որ ինչ որ մի բան դու անում ես քո գումարով, դա օրինակ իմ համար միշտ եղել է մի հատ ուրիշ մոտիվացիա։ Հիմա այդ մոտիվացիաներից մեկը օրինակ հենց այս բլուզն է, որ հիմա ես կրում եմ, ինքը հենց ասում է, որ դու վերջն ես, կարելի ասել Պիորպես, տեսեք աղջիկներ, սա նույնպես Ֆաբերվիկից է, ու ես Ֆաբերվիկում ի սկզբանե առաջին իմ միտք եղել է այն, որ ինչ լավ է, որ Ֆաբերվիկը հագուստ ունի, եմ ասում մտքերը իրականանում ենք, հնար ես ասում եմ Երանի Ֆաբերվիկը մի քիչ այս հագուստի տեսականին ընդլայնի, որ ես կարողանամ իմ ուզածը հագնեմ, մանավանդ այն պահը, որ հագուստը չի կրկնվում, տեսականին չի, այսինքն մարդիկ չեն կարա անդադ առնեն ու դա լրիվ բրենդ է, ինձ այդ պահը շատ մոտիվացնում էր, որ դու կարաս լինես յուրօրինակ, այսինքն բրենդային հագնվելը, ճամփորդությունը Եվ մյուս այն, որ դու կարաս երազանքներ իրականացնես եւ ոչ միայն հենց քո համար, այլ քո ընտանիքի համար, այն որ ես անգամ եղել եմ կիսվել եմ իմ օրինակով, ոնց ես կարամ ուրախացնեմ իմ տան անդամներին, դա իմ համար մի հատ լրիվ այլ մոտիվացիա է, ու ոչ թե օրինակի համար անգամ ամուսնացած ժամանակ, որ չգիտեմ, ես միջև ամուսնանան եմ, քնարի ասած դա մտածել, ասում եմ, ես չեմ հասկանում, եթե ես աշխատելիս չնեմ, պիտի ամուսնուս օրինակ ծնունդին իրանից փող ուզեմ, որ նվեր առնեմ, էդի չնա, որ ես նվեր եմ առնում, չգիտեմ, ես տենց եմ մտածել, ի սկզբանե ոնց կարամ ես չաշխատեմ, հետո իրանից փող ուզեմ, որ իբր ես իրան նվեր առնեմ, ինքն էլ պիտի դրանից ուրախանա։ Այդ ես մտածել, որ ես պետք է աշխատեմ, որ ես կարողանամ նվեր առնեմ, ու նվեր օրինակ 30-ամյակին ոսկյա շղթա, բրասլետ, այդ տենց ընկերներ, որ իրոք սենց ուզենաս ու կարողանաս աշխատանքովը թույլ տաս, հա։ Այնպես որ բիզնեսը չեն անում, ես միշտ ասել եմ հացի խնդիր լուծելու համար ոչ մեկ բիզնես կյանքում չի անի։ Բիզնես կանես մեծ նպատակների համար, որ ուզենաս կյանքում ինչ-որ մի բան փոխես, հա, օրինակ այսօրվա վիճում, որ հենց կիսվում էի։ Մենք ունեինք բաղնիք, որը նորմալ էր, բայց ասում եմ իմ երազանքներին չէր։ Եթե մենք կարանք դա ավելի գեղեցիկ սարքենք, ավելի նորավոր սարքենք, հա, բայց եթե կարաս դա ոնց պիտի կարենաս, պիտի աշխատես, իսկ այսօր մենք ապրում ենք Հայաստանում կամ ցանկացած երկրում կամ մի հատ պարզ բան, մեկ ձեռքը ծափ չի տալիս, չգիտեմ,
պիտի ամուսինդ միլիոնատեր լինի, որ կարողանա կոպիտ ասած ինչ ուզում ես ապահովի։ Ես միշտ հիշում եմ քնար մի անգամ ուսուցման ժամանակ դու մի լավ բան ասեցիր, ես չեմ հասկանում, որ մարդիկ ասում են, ինձ աշխատանք պետք չի, իմ ամուսին ինձ ամեն ինչով ապահովում է։ Դուք լուրջ ուզում եք ասեք, որ օրինակ դուք վեր եք գնում տեղից, ասում եք մատանի եմ ուզում բրիլյանտի քարով, ամուսինը ձեր գնում առնում բերում է։ Այդ խոսքը քնա, ստեղից մտավ, բայց ստեղից դուրս չեկավ։ Նենց տվեց, այն որ ասի ինչ ճիշտ ասում, չկա նման բան, էլի, որ ինչ դու ուզես լինի, որովհետև անկեղծ է, ինչ ֆինանսի տեր մարդ պիտի լինի, որ ինչ ուզենաս, ասի, խնդրեմ, սիրելիս։ Մի հատ էլ լավ բան ասեմ այդ թեմայով։ Ապա Ինչքան փող որ կինը աշխատում է, այդ Իրանն է։ Ինչ ուզում է ինքը դի կարա անի։ Կարա բարը կապիզիբիլը, կարա ծովին բանանի այդ ինչա շաբաշտա, կարա ընկերուհիներին նվիրի, կարա իր մամային ուղարկի, կարա գնա սախ մի անգամից իր մի կատալոգի կամ տո սախտա մի հատ շոր առնի։ Ինչ ուզում է կարա անի, որտեղ ոչ մի իրան հարգող տղամարդ չի վերցնի իր կնգաձեր փողերը։ Ուտոգում մեր տուն միշտ տենց է ասեք, իմ աշխատած փողերը իմն է, ես ինչ ուզեմ դրանով կարամ անեմ, իսկ ամուսնուս աշխատած փողերը մերն է։ Սա կատեց։ Այո, կնոջ աշխատած փողերի վրայով կարա հաշիվ անի, ինչ աշխատել է, այդ Իրանն է։ Մի անգամ մի տենց կին կա, ինքը երկար տարիներ է, 70 քանի տարեկան է, Սվետա Բալասանովան, որ տենց տնօրինական ժողովի ժամանակ ասեց, ես գնացի իմ նաստավնիկին, ասեցի ոնց է իմ փողն է, ու էդի իմ ամուսինը դրա մասին չի իմանալու, էդ իմ փողն է, Ռոբերտ Հովանեսյանը ասել է, հա իհարկե քո աշխատավարձը քոնն է, ասեք ամուսին դու պրիչում քո բիզնեսն է, բան, հա դե որ տենց է, ես գալիս եմ այդ բիզնես։ Այո, այդ տենց է երեխեք ջան։ Ամեն դեպքում լավ է, թող մեր ամուսինները միշտ ֆինանսապես կայացած լինեն, դա շատ լավ է, բայց ըմբռնեմ ամեն կին ունի ինքը իր պլաններ էս կյանքում եւ ամեն կին պետքա, օրինակ եմ ասում ջան, հիմա քո ամուսինը որոշել է ավտո առնի, բայց քեզ պետքա խոհանոցում կահույք։ Եթե այդ փողը դու ես աշխատել, դու կունենաս խոհանոցի կահույք։ Դա հաստատ է։ Այո։ Կամ օրինակ մեր հենց օնլայն խանութի օրինակով բերեմ, որ նորույթը թողարկումը այս վերջի սեմինարի համար հենց արդեն պատվիրել եմ, հա, ֆիրմայից Բոթաս, Պարուսյակ, մեր Տիգրովկա տեսակները, այն որ քո ասացի դու ես աշխատում, կարող է մի պահ գիտակցում ես, որ պետք է էկոնոմիա անես, բայց պահի չտպում ես, հա, գնաց էկոնոմիա։ Բայց այն որ երբ որ դա արդեն ընդհանուր բյուջեն է, որտեղ կարող է ինչ-որ տեսում անես։ Ու տեսեք աղջիկներ, մենք նենց բրենդային ֆիրմայի հետ ենք համագործակցում, որ ես մի օր հասկացա, որ իմ պոդքասթները, հագուստները չի հասնում մաշվի, բայց արդեն ուզում եմ էլի սկեստապահարանից թարմացնեմ, երեխուց հետո էլ քաշեի հավաքել։ Ես դա սիրուն սկսեցի նվիրել, որ տարակս թեթևանա, որպեսզի հանգիստ կարողանամ պատվերները խփեմ ու նորը տեղը բնեմ։ Տեսեք աղջիկներ, այս էլ է մոտիվացնում, իսկ թվում չկա էլի։ Իսկի եթե կա մարդ կարաս ես չեմ սիրում հագուստ առնեմ, կասեմ մալադից քեզ, որովհետև մամաս ինձ միշտ ասում է դու քո մորքույն ես քաշել, հագուստի հանդեպ թուլություն ունես։ Դու ինչ տենում ես, ուզում ես ունենաս, ասում է, այդքան շոր առնել կլինի։ Ես որ գալիս էի Գերմանիա, որոշեցի գարդերոբս ոչ միայն իմ, այլ սաղ ընտանիքի գարդերոբը մի հատ մաքրել, ով ինչ չի հագնում հանել։ Ես 3 ավտոմեքենա հագուստ հանեցի մեր տնից, տարա մեր հարևաններին, տարա ծերանոց, ու այս հարևանը, որ տեսավ 3-րդ անգամ մեքենաս կանգնեց իրանց դռանը, եկավ ասեց քնար ջան, ուսս նայում է, որ կան բաներ նույնիսկ հագած չէր։ Ասում քնարիկ ջան, ինչի ես արել, որ չես էլ հագել այս շորերը։ Լուրջ կար շորեր, որոնք չէին հացրել հագնել իրենց բիրկաները, չէին ոգել։ Ինչի ես քանար, ասում դե տեսել եմ կա առել։ 3 ավտոմեքենա շոր հանեցի, որպես ասի վсё, լավ էլ բան չեմ առնելու, բայց ամեն անգամ ես տենց հանում եմ սաղ տնից այդ շորերը, հետո ասում եմ ոչ մի ավել բան էլ չեմ առնելու, դες մյուս օրը նույն ձև էլի գնաց։
Հիմա ես էլի մոտ 100,000-ի հագուստ ու կոշիկ եմ պատվիրել Faberlic-ից, շատ լավ բաներ կար, սպորտիկներ կար, կոշիկներ կար, սումկի կար, մի խոսքով են աղջիկս են սա մազերի այդ ինչա կոչվում sense Ալիքներ տվող արդյոքից։ Չգիտեմ էլ հայ։ Հիմա իմ մոտ էր, այն որ պլանիս մեջ չկար ոչ բոթաս, ոչ պայուսյակներ, բայց գնաց մի հատ խալկի կանոջ այդ սիրուն պայուսյակը, մի հատ ծիգրովկե պայուսյակը, հետո աչքս ընկավ բոթասին, ասում այս սումկին էս բոթասի հետ, բայց ախր կգնա, էդի տվեց, հետո զգացի, որ ախր դրա հետ մի հատ բլուզա պետք, մտա մի հատ այդ օնլայն խանութից ուրիշ տեղից այդ բլուզ տպեցի, ինչա Faberlic-ը չուներ, բայց դժգոհեցի, ասի, որ այդ էլ տպեի լավ կլներ, մի անգամից սաղ մի տեղից կառնեի, հա։ Այ այդ որ տենում ես սիրտդ ուզում է, որ բայց ոնց, եթե չաշխատես, օրինակ ինձ դա միշտ մոտիվացիա է, ես որ օրինակ գնում եմ քնար, այն որ մի հատ պայուսյակ է թեկուզ գնում եմ, չէ՞ մեր ֆիրմայից ինձ ավելի դրայվով, ավելի էներգիայով, ու ես հիշում եմ իմ մոտ դա եղել է անգամ, գիտես որ պահում եմ, որ ֆիրման գումարային ակցիա էր, չի անում, որ օրինակ 1800 դրամ կփոխանցեմ, այսքան գնում կատարի, եսի նվեր։ Ես այդ գումարները միշտ ոչ թե պրոստը շամպուն էի վերցնում, այլ մեր ֆիրմայից ունես մի բան կարայի վերցնեի, որ դա երևացողնի։ Օրինակ անգամ կարար դա լիներ նասկի կամ սրբիչ, այն որ օրինակ սրբիչը պետք է դրանով սրբեմ, ես կամ որ դա իմ աշխատանքն է, հա։ Ես չեմ վերցրել նենց բան, որ օրինակ շամպունը կլվա մազերս կհատնի ու չեմ հիշի։ Այդ բոլոր այդ փոքրիկ անգամ ֆիրմայի նվիրած գումարները երբ որ նստել է, դե բնականաբար միջև երկրի ստատուսն ենք այդ հաճույքներից օգտվում, ես դա միշտ վերածել եմ իմ համար մոտիվացնող ինչ-որ մի բանի, ստեղ կան գործընկերուհիներ, ովքեր օրինակ ունեն լիդեր, ավակ լիդեր, հա, ավելի բարձր ստատուսներ ու իրենց հաշվի նստում է 50, 60, 70 հազար կամ 20 հազար ընկերներ, այդ գնումների մեջ միշտ ունենց մի բան վերցրեք, որը ձեզ սենց կշոյի, որ դուք լավ կզգաք, որ դա ձեր աշխատանքի շնորհիվ է, ոչ թե նենց բաներ, որ հատում է ու չի էլ երևում։ Այո, քո համար ես վերցնում, վայելում ես այդ ամեն ինչը քո ֆիրմայի արտադրանքն է։ Իմ համար ամենակարևոր մոտիվացիան բիզնեսում եղել է դա, որ ես նախ եւ առաջ այնքան վաստակ եմ, որ իմ համար Faberlic-ից ինչ ուզում եմ առնեմ, որտեվ ես նայում եի, թե մարդիկ ինչեր էին առնում ու ես ասում եի, քնարիք դու եթե դու քեզ հարգում ես, դու պիտի չգիտեմ 20 կամ 30,000 դրամի պակաս երբեք չունենաս քո համար մի հատ կաթսա առնես, մի հատ թավա առնես, չգիտեմ, մի հատ շալվար առնես, մի հատ սումկա առնես, էլի քո համար, մի հատ չգիտեմ քո ուզած սուր դանակները օրինակ խոհանցում առնես, օգտագործես կամ քո ուզած սպասքը, հա, օգտագործես եւ այլն։ Ես օրինակ այս վերջի էլի սպասքը առա, ես ունեի առած, պրիտոմ դե ես այստեղի բնակարան նոր եմ տեղափոխվել, ես ամեն ինչը նոր էի առել բնակարանի համար, օրինակ սպասքը։ Այդ սպասքը հավաքեցի, դրեցի մի հատ անկյուն Faberlic-ից իմ ուզածը առա նորից, այն էլ էր իմ ուզածը, բայց ես էլ թարմացրեցի սպասքս, այս կասենք առաջ չեմ, չէր կոտրվում, չէինք օգտագործում, հետո ամեն ինչի վրա խնայում ես, մեկի մի օր տենում ես, որ դու ինքդ քեզ ոչ հարգում ես, ոչ սիրում ես արդեն։ Շատերը գալով բիզնես մտածում են, որ ես փող չունեմ, դրա համար ես չեմ կարա բիզնես անեմ։ Ոնց է Սանի ջան, դու հաղթահարել այդ պահը բիզնեսում ամենասկզբում նամունան, որ դու էլ ամուսնացած չէր եւ տանը դու գնումներով չէր զբաղվում, ինչպես կարողացար օրինակ իրականացնել դեռ փող չէր ստանում այդ քո առաջին գնումները։ Իմ համար դա հեշտ չի եղել, որովհետև հենց այդ խնդիրը կար, ես ու տան առևտուրն ու արդեն պետքա պլանավորած գնումներ կազմակերպեք, ունենց լավ եմ հիշում այդ շրջանում մերոն գնում էին Վրաստան, ունդեղից էին շատ բաներ բերում, այսինքն իրանք պլանավորած կարային մի ամսվա առևտուր անեին ու ես պետք է հանկարծ ասեի, այս բաները պետքա փոխվի։ Առաջինը սկսեցի նրանից, որ օրինակ լոգանքի գել, դուխի, դեզոդորանտ եւ այլն իմ տան անդամները վերցնում էին Oriflame-ի վնայել ֆիրմաններից, ես ներփանկատորեն անցա այդ պահը, որ հիմա արդեն կօգտվենք իհարկե այս պահն է, որ շատ փող է ծախսելու, ասում եի ես չեմ հասկանում, ոնց եղավ որ օրինակ հիմա շատերն են վստահ եմ ուրիշ խանութներից կամ ֆիրմաներից առել են, երբ որ փող եք ուզում ուրիշին տալու համար, կոպիտ ասած, հա, չես ասում ինչի համար։
կոպիտ ասած, հանուն տալիս ես, որ պիտի տանք այս մարդուն զակազները գալիս, հիմա ասում ես խնդիր է։ Հաջորդը եղավ էլ, որ ես առաջնային միջև լիարժեք 100% հաճախորդ դառնալը, քնարիկ ջան, ես փորձել եմ անգամ նվերները փոխել իմ օնլայն խանութ։ Այսինքն իմ ընկերուհիների, իմ շրջապատի այն մասսան, որ ես կարայի ստեղից նվերներ անել, ես իմ ընտանիքի անդամներին ցույց էի տալիս, ասում էի դուք ինչքան գումար եք նախատեսում այդ առիթին, եկեք այդ գումարը տվեք ինձ։ Ձեզ համար ինչ տարբերություն, հա։ Օրինակ հիմա ես իմ թիմի աղջիկներին եմ ասում, օրինակ դուք ուզում եք 5000 դրամի սահմանում նվեր անեք, լավ եք ուզում անեք։ Ասում ես մի ամսյակին արել եմ 2 հատ երեսի սրբիչ, մի հատ նասկի, սեղճված գնով 5000 դրամ չի կազմել։ Սիրուն տուփի մեջ եմ դրել, ոչ շամպունա, ոչ լոգանքի գելա, ոչ էլ տանալնի է, հա։ Կամ օրինակ Faberlic-ից սալատնիցաններ ունենք, չէ՞, սպիտակ ֆարֆռից սիրուն տուփով 2 հատ առել եմ, իրար հետ 4400 դրամ է։ Ուրեմն դրա հետ դրել եմ մեր Faberlic-ից խոհանոցի սրբիչ, էլի սիրուն упаковկարած ու նվեր, էլի 5000 դրամի սահման։ Ու քնար, ես ասում եմ նենց բան է, որ ասենք մարդու գրպանին հասանելի է, հա։ Այսինքն չեմ ասում, օրինակ ես անում եմ նաև թանկ նվերներ, կասեն դե ինքը կարում է, մեզ էլ ստիպում է, հա։ Ու նույնը ես սկսեցի իմ ընտանիքին բացատրել։ Ես հիշում եմ իմ ընկերուհու նշանին, որ ես նախատեսում էի մոտ 20000 դրամի գնում, ես առել էի Faberlic-ից 2 հատ մեծ սիրուն բաղնիքի սրբիչ։ Իհարկե տարիներ անց ինքը պատմում է, որ այդ սրբիչը հեչ չի փչացել, մենք դեռ սիրով օգտագործում ենք, ինչը նույնպես ողջունելի է։ Կամ օրինակ ես առաջ հագուստ առնում էի այլ խանութից, հիշում եմ մենք ունենք այս նոր վադալասկաններ 4000 քանի դրամ, ասենք ես այդ պերիոդում ուզում էի հագուստ առնեի, ու ես ոչ թե մտածում էի օրինակ, ավելի ինչ որ թիթիզ բան ուրիշ տեղից կառնեմ, ասում էի սա կլինի իմ բրենդը, հա, ու ես հիշում եմ, որ իմ գործընկերուհին երբ որ տեսավ իմ հագը, ինքը նույնպես արավ, այսինքն ի սկզբանե փորձել եմ ամեն ինչ օգտվել։ Իսկ արդեն կներես, որ ընդհատեցի, կստացի վադալասկաներից 2 հատ վերցրել էի վերջի պատվերի հետ, աստղեկին, եւ նայեցի, որ վիսկոզայից է։ Եվ վիսկոզան այսօր ամենաթանկ մատերիալն է, այդ վադալասկան կամ 3 կամ 4000 էր։ Ես շոկի մեջ եմ, որտեղ դու կարող ես 3 կամ 4000-ով կարող առնես սինթետիկ բան։ Վիսկոզան են ամենափափուկ, որ համ լավ ձգվում է, համ ինքը փափուկ է, համ բնական է, ինքը չի քրտնացնում եւ այլն, սուպեր որակեր, ես շոկի մեջ էի։ Եվ ներքնազգեստի տղամարդու ներքնազգեստն էլ տերմոհագուստ էի վերցրել ամուսնուս ու մեծ տղայիս համար, որը նույնպես վիսկոզայից էր։ То есть այդ որակը ասում չկա, պրոստը դու այդ գնով այդ որակը չես էլ առնի, հարցը մենակ ինչի որ դու Faberlic-ից ես առնում, որտեղ դու քո խանութից ես օգտվում։ Շատ կարևոր է իմ համար որակը։ Օրինակ, եթե դու առնում ես, օրինակ եմ ասում, չէ՞ շատ կան, որ գալիս են Faberlic, ասում են ինձ մի հատ մազաթափության շամպուն տուր։ Ինչի, որովհետև խանութից առել են շամպուն նախկինում, նույն փողը տվել են, բայց ինձ մազերը թափում է։ Իսկ Faberlic-ի սովորական են, ամենասովորական շամպունյով, որ մարդիկ լվանում են իրենց մազերը, արդեն մազերի թափվելը կանգնում է։ Զուտ մենակ նրա համար, որ ասենք նորմալ շամպունյով են օգտվում մարդիկ։ Լուրջ բան եմ ասում, այնքան մարդ է ինձ ասել։ Ես այս շամպունյով լվացի, մազերը էլ չի թափում, բայց դա вообще մազաթափության շամպուն էլ չի։ Սովորական շամպուն է, ասենք, առել յուղոտ մազերի համար կամ չոր մազերի համար։ Ուղղակի արդեն ճիշտ շամպունյով լվանալուց իր մազերը չի թափում։ Այդ որակի հետ կապված մի բան ասեմ, քնար, մի ամիս առաջ ընկերուհուս տանը հյուր էի, խոսում ենք, ասում էր, հիմա պարտադիր է, որ այդ Faberlic-ից օգտվես, ու հարցնում ընկերուհուս կիսուրը 60-ից կին է, ասում եմ, մենք փոխում ենք մեր խանութ, ամեն ինչ օգտվում եմ, ասում եմ, հագից բնուզնել է Faberlic-ից, ու սիրուն սենց բլուզա հագես, մեկի սենց նայեց, ասեց նոր է, ասի չէ, արդեն 3-4 տարվա է, ասես լուրջ ես ասում, հա, ինչի, ասում եմ, բա ինչի չի քորքոտել։ Այո։ Ու երբ որ ինքը ասեց քնար, ես այդ պահին հասկացա, որ իմ երեխու բոլոր նվեր տված այդ հագուստները ես շատ հաճախ իրան մաքրում եմ սարքով, որովհետև ինքը շատ է քորքոտում, հա, որովհետև որակը թելի
կոպիտ ասած անորակ թելովա կամ օրինակ նասկի ունեմ ես արդեն քանի տարի Ֆաբերլիկից հագնում եմ ոչ մի բան չի լինում իսկ սովորական խանութից ավելի մատչելի տարբերակով նասկիները կոպիտ ասած արագ ծակվում են քորքոտելու մասին էլ չխոսեմ Այո, վերջին անգամ ամուսինս առավ իրան խանութից ստիպված, որտեվ ես չհասցրեցի Ֆաբերլիկից պատվիրել, մինչև դե իմ մոտ Գերմանիա երկար է մի քիչ կարի հասնում զակազը մոտավոր մի ամիս, ինքը գնաց առավ, բայց ես իր առնելուց հետո նորից պատվիրեցի, որովհետև գիտեի, որ այդ նասկիները մի քանի ամիս հետո սաղ թափվելու է աղբամանը, մի քանի ամիս հետո, իսկ Ֆաբերլիկինը ինքը իմ կոնկրետ եւ եթե իմ տղաները չկորցնեն, դե իրանք սպորտի են գնում, հագնում են, տանում են, թողում են սպորտզալերում, պրոստը տուն չի գալիս այդ նասկիները։ Թե չէ այդ դրանք ծակել պրակտիկի դժվար է։ Նույնիսկ իմ տղաներ, որ բոբիկ են ման գալի, դե տղա երեխա են, ասենք պատկերացնում ես էլի, ոնց է։ Եթե չկորցնեն, հիմնականում չեն կարող ծակեն։ 1000-ից 1 նասկին եմ ես հիշում, որ Ֆաբերլիկից ես ծակած տեսած եմ ու դրա համար գցած եմ։ Սովորաբար իրանք կորցնում են այդ նասկիները։ Դե ինչ աղջիկներ ջան, Անջան, շնորհակալություն քո խորհուրդների համար։ Ինձ թվում է շատ պրակտիկ խորհուրդներ են, որոնք ցանկացած մարդ կարող այո օգտվի այդ խորհուրդներից, իր բիզնեսը զարգացնի, հա, մենք ոնց ասեմ, բաց ենք, սովորացնում ենք, օգնում ենք բիզնես միլիոն խմբում էլ ամեն շաբաթ օր 22:00-ին հանդիպում է, ուսուցումը, ինչպես զարգացնել թիմը, ինչպես հրավիրել մարդկանց, այդ սաղ ուսուցման ժամանակ տրվում է։ Ինչպես նաև մեզ սպասում է շատ հաճելի օֆլայն հանդիպում սեպտեմբերի 22-ին, Անջան, դու տոմսը առել ես եւ գնալու ես, ճիշտ է։ Այստեղ մեր թիմից աղջիկներ կան, որ նույնպես տոմսը առել են, կխնդրեմ, ովքեր որ ես խնդրել էի, որ ովքեր որ տոմսը առել են, իրենց վիդեոն մի պահ միացնեն ու որպեսզի տենան աղջիկները իրար, ովքեր են առել տոմսը, իրար դեմքով տենակ, ճանաչեք, հես Անիին է տեսակ, անպայման կմոտենաք Անիի հետ կնկարվեք, հարցազրույց կվերցնեք իրանից։ Ովքեր են վերցրել տոմսը աղջիկներ ջան, հələ Ահա, մեր Արշալույսն է, խնդրեմ Արշալույս ջան, ողջույն, տեսեք Արշալույսին, ինքը տոմսը պատվիրել է, որպեսզի հանդիպեք այնտեղ, Գայանային անցած հանդիպման ժամանակ տեսակ, ծանոթացաք Գայանայի հետ, հիմա էլ Անիին եք տեսնում, ահա, իմ Արշալույսը քեզ էլ կմոտենա, կշփվի, խնդրեմ, Անահիտ Հակոբյանն էլ է գալու սեմինարին, մարտի 22-ին աղջիկներ ջան, Երևանում ընդամենը 4000 դրամ արժողությամբ տոմսով դուք կմասնակցեք նացիոնալ տնօրեն Նատալիա Ժուկի սեմինարին։ Նատալիա Ժուկը հատուկ Ռուսաստանից է եկել, ինքը շատ հարուստ ու հաջողակ կին է։ Ահա, խնդրեմ, Թագուհին էլ է Հարությունյան այստեղ միացել, Իրանն էլ, ահա, կհանդիպեք, այո, խնդրում եմ, կհանդիպեք բոլորով իրար հետ, Թագուհին, Արշալույսը, խմբում մեր հենց Քնարիկ Խաչատրյան խմբում կգրեք, անպայման կապի մեջ եղեք այդ օրը, ասենք գնացեք մի հատ տեղ, այդտեղ հավաքվեք եւ իրար հետ ներս մտեք, իրար հետ նստեք մի շարք, շփվեք, ու մոտ է հեռուստացույցը միացրած աղջիկներ ջան։ Так, էլ ովքեր են առել տոմսը, միացրեք ձեր կամերան, որ տեսնեն աղջիկները ձեզ, ովքեր որ տոմսը չեն առել, երեխեք, ու այսինքն շատ մարդայք է մեր հանդիպմանը, ովքեր որ տոմսը, Սովինարը նույնպես առել է Քնար ջան։ Այո, Տիկին Ծովինարս էլ է առել տոմսը, եւ ձեր ընկերուհու հետ եք չէ՞ գալու Տիկին Ծովինար ջան։ Անահիտի հետ, այո։ Ահա, Տիկին Ծովինարին էլ տեսակ, Տիկին Արշալույսին է տեսակ, Տիկին Թագուհուն է տեսակ, Տիկին Անահիտին է տեսակ, մի խոսքով սաղին տեսակ, կհանդիպեք, այնտեղ չաթում կգրվեք, ասենք գնացիք մտակ, չգիտեմ, ինչ-որ մատ գեղեցիկ անկյուն գտաք, այդտեղ կանգնեք, չաթում գրեք, որ ես ես ինչ հատվածում եմ, հավաքվեք իրար հետ ծանոթացեք, նախ ընկերացեք, որտեղ դուք իրար հետ շատ եք շփվելու եւ խմբում, եւ հանդիպումների ժամանակ, եւ շուտով հեսա ամեն մեկը արդեն ձեր մեծ թիմը կունենաք, արդեն թիմերի հետ կշփվեք եւ այլն, դա ձեր համար շատ լավ պրակտիկա է, որ դուք ձեր գոլեգաներին ճանաչեք աղջիկներ ջան։ Կհավաքվեք միտեղ, իրար հետ կմտնեք ներս։
Այնտեղ Գայանե Հակոբյանին կմոտենակ անպայման կծանոթանաք, կշփվեք, հարցեր տվեք, հաջողակ մարդկանց երեխեք այնքան կարևոր է, որ դուք չամաչեք այդ կոմպլեքսը հաղթահարեք եւ շփվեք հաջողակ մարդկանց հետ։ Իրանք բաց են, իրանք պատասխանում են հարցերին, իրանք մարդամոտ են, ասենց ասեմ։ Հնարավոր չի մարդը գա ցանցային բիզնես ու ինքը մարդամոտ չլինի։ Մեր թիմի տնօրենները, մեր աղջիկները, ովքեր արդեն տնօրեն են, իրանք ոնց ասեմ, իրանք էլ են մի օր նորեկ եղել, իրանք էլ են մի օր եկել առաջի անգամ բիզնես, ու իրանք էլ են մի օր ծանոթացել տնօրենների հետ, հաջողակ մարդկանց հետ, իրանցից խորհուրդներ լսել, ու իրանք գնահատում են դա։ Չէ՞, մարդը տենց բան է, որ ինքը տեսնում է իրան ինչը օգնեց, ինքն էլ դա փորձում է վերադարձնել։ Ահա, տեսակ իրար, տեսնենք էլ ովքեր կան, էլի աղջիկներ ունենք, իրականում բան չեն արել, Եվի հանդիպմանը չմիացան, բայց շատ աղջիկներ են տոմս արել, ցավոք կոմպյուտերս չի միանում, որ ես դες ցուցակով ասեմ, բայց մենք բան կանենք, չաթում գրվենք, էլի կպայմանավորվենք, դուք ձեր նկարները կդնեք չաթում, որ իրար հեշտ գտնեք, իրար ճանաչեք, հա, ու այնտեղ անպայման հանդիպեք, ես այնքան ուրախ կլինեի, որ ես ձեր հետ լինեի Երևանում այդ օրը, բայց ոչինչ, այս անգամ էլ առանց ինձ գնացեք, անպայման մենք շուտով կհանդիպենք, ես պլանավորում եմ այս տարի գալ, ուղղակի այստեղ շատ բան խառնա էլի գործեր երեխեք ջան, թե չէ ես Քնար, ես ինչ լավ նորություն ասեցիր, էդի պրոստը սուպեր է։ Այդպես աղջիկներ ջան, ովքեր որ դեռ տոմսերը չեն առել, ես չգիտեմ դեռ ծրագրում տոմս կա թե չէ, բայց մենք այսօր 3 հատ տոմս պատվիրել ենք ու կար դեռ, բայց մի հետաձգեք, որտեվ հլայտի ստանալու հարց կա, չնայած մեր աղջիկներից շատերը օֆիսի ղեկավարները ասցին, որ տոմսերը կբերեն, եթե իրանց օֆիսով անեք, մի խոսքով, եթե դեռ ուզում եք գալ սեմինարին, բաց մի թողեք հնարավորությունը, որտեվ ձեզ շատերը այսօր ձեր հարևանները կամ ձեր ընկերները կանես են, ինչի դու հավատում ես, որ ընդ փող ես աշխատելու եւ այլն։ Այդ նրանից է, որ իրանք չկան այդ ամեն ինչի մեջ։ Ու որpիսի ձեզ ոչ մեկ չկարանա, ասենց ասեմ, կոտրի բիզնեսում, ոչ մեկ չկարանա ձեզ, ասենց ասեմ, ձեր մտքերը շեղի, դուք պետքա ամուր կանգնած լինեք այս հողի վրա։ Հարու ջան, վիդեո էի միացրել, դուս եկա մեջից։ Հա, թագը։ Կներեք, ես գնացի, պաչիկներ ձեզ, ես սպասում եմ ձեզ, սիրով կմոտենաք, Ապրեսանից, մերսի որ եկար, տեսություն։ Այդպես աղջիկներ ջան, դեռ մարտի 22-ին, ովքեր որ չունեն տոմս, ես չգիտեմ դուք ինչ պետք է անեք, որ ավելի ռացիոնալ այդ օրը ժամանակ անցկացնեք, ես չգիտեմ ինչ պետք է, ինչ հնարավորություն է ձեզ պետք կյանքում, եթե ձեզ պետք է բիզնես հնարավորություն, ուրեմն դուք սեմինարին պետք է գնաք, ասենց ասեմ, որտեվ շատ-շատերը ձեզ կասեն օնլայնով, այն Քնարիկ Խաչատրյանը քո տելեգրամով քեզ չգիտեմ, ստերա փչու քեզ եւ այլն, օքեյ, հիմա լավ հնարավորություն է, որ նույնիսկ ձեր ամուսինների հետ ովքեր կարան դեմ լինեն, չէ, եւ այլն, ես այնքան եմ կարևորում ամուսինների մուտքը տենց միջոցառումներին շատ ու հատուկ ես ասում ամուսինների հետ գնացեք, ովքեր որ ունեն թերահավատ ամուսիններ, ովքեր խոսում են իրենց վրա եւ այլն, գնացեք ամուսինների հետ շատ լավ առիթ է, որտեվ երբ որ ամուսինները գնում են, չէ, դու ամուսինները այնտեղ հավաքվում են դրսում, ծխում են, խոսում են, բան, դե տղերքը մեկ ասում է, այնտեղ ասենք դե գալիս են տնօրենների ամուսիններն էլ են, չէ, գալիս ասում են, ախպեր ջան, ես էլ էի դեմ, բայց հետո որ կինը սկսեց փող աշխատել, տեսա որ չէ, նորմալ գործ է, ախպեր, պետք է օգնես դու քո կնգան, ոչ թե խանգարես, բան, ասես բաներ են խոսում տղաներով ու ամուսինները իրոք, որտեվ շատ տղամարդիկ տենց են մտածում, ասում են կնոջ ասածը ասնավանյա չի, տենց բաներ են մտածում տղամարդիկ, իհարկե դա աբսուրդ է, կին թե տղամարդու խոսքը ես իմ կարծիքով նույնն է, բայց ամեն դեպքում դրա համար նաև տղամարդու հետ գնացեք ձեր ամուսնու հետ, եթե ձեր ամուսինը թերահավատ է բիզնեսի հետ կապված, գնացեք անպայման, օրինակ ոչ միայն ամուսինները, այլ շատ-շատ մարդիկ կարան թերահավատ լինեն։ Իմ աղջիկը ինձ մի օր, գիտեք ինչ է ասում, հենց անցած տարի մենք Իսպանիայում ենք, ես հիշում եմ նավով ճամփորդության էինք գնում,
Եվ հենց նավի մեջ էինք, աղջիկս եւի շատ ոգևորված էր, ինչ ասեմ, եւի շատ տպավորված էր այդ ճամփորդությունից, ինչ ասենց այդ մայր, բայց հիմա գիտես ես ինչ եմ մտածում, եկեք ու իմ աղջիկը այդ տաղանդավոր մտքեր է էլի արտահայտում, ասում մայր, գիտես ես հիմա ինչ եմ մտածում, նայ, մենք հիմա Իսպանիայում ենք, չէ, մենք հիմա նավի վրա ենք, չէ, ու այդ ամինչը Ֆաբերլիկի շնորհիվ է, չէ, ասում իմ ընկերուհիների մամաները ինչի չեն գալիս քո հետ աշխատեն, իրանք որ տեսնում են իմ նկարները Ինստագրամում, ես իրանք ուղարկում դե իրանք Snapchat ունեն, ես ինչ ունեն իրար ընկերուհիներով, չէ, կիսվում են, մենք որ կիսվում ենք, բան իմ ընկերուհիները միշտ ասում են ես եք ուզեի եւ այլն։ Ասում եմ ես ինձ ասում եմ դուք ձեր մամաներին ասեք, թող իրանք էլ իմ մամայի հետ բիզնեսով զբաղվեն։ Ու ասում եմ ու քո մաման ի՞նչ բիզնեսով է զբաղվում։ Դե աղջիկս ասում է մամաս Ֆաբերլիկում Ադամանդե տնօրենն է եւ այլն։ Հետո իմ աղջկան գալիս են պատասխաններ, որ իրենց մամանները видите ли չեն հավատում ու չեն ուզում Ֆաբերլիկի հետ աշխատեն։ Ասում եմ ոչինչ, աստղ ջան, մի ներվի, ուրեմն իրենց մամաների ժամանակը չի էլի, դու մի ներվի, ոչինչ, նորմալ է, տենց էլ են մարդիկ։ Այսինքն ինքը որ կիսում է իր ընկերուհիների հետ, որ իր մաման Ֆաբերլիկում է աշխատում, իրանք, չգիտեմ, ինչ-որ ձև համներպես ես շատ չեմ խորացել թեմայի մեջ, բայց կարողացել է, իմ աղջիկս այդքանը հասկացել է, որ ինչ որ իր շրջապատի աղջիկների ծնողներ, մամաներ չեն վստահում Ֆաբերլիկ ֆիրմայի հետ համագործակցությանը։ Երեխան դա ընկալել է ու իմ հետ կիսվում ասում է, ինչի իրանք չեն վստահում, ինչի իրանք չեն հավատում, որ իրանք է կարան լուրջ փողեր աշխատեն եւ այլն։ Ու գիտեք, այդպիսի մի բան կա եւ այդ խոսքերը ավետարանում է գրված, որ ամեն մարդու իր հավատով է տրվում։ Ոչ մեկ չի ասել քեզ արի եւ քո գլուխը դի, որ ինչ-որ մեկը կտրի։ Դու շանս ունես, դու կարաս ոչ թե հավատաս, այս բիզնեսը բան չի, որին դու պետք է հավատաս։ Դու պետքա գցես, բռնես ու տեսնես որտեղ դու կարաս սխալվես, որտեղ դու կարաս կորցնես, որտեղ դու զգում ես, որ դու կարաս կորցնես, մի կորցրու։ Իրականում մեր բիզնեսում կորցնելու տեղ չկա, բայց եթե մարդ ես, դու ինչ որտեղ զգում ես, որ դու կարող ես կորցնել, այնքան խելք ունեցի, մի կորցրու։ Օրինակ եմ ասում, բայց ասել ես հավատում եմ եւ չեմ հավատում, այդ абսուրդ պատմություն է։ Պետք չի հավատալ կամ չհավատալ, որ Ֆաբերլիկ ընկերությունը ունի մարքեթինգ պլան, որը իր գործընկերներին վճարում է։ Դա հավատալու բան չի։ Ֆաբերլիկը 26 տարեկան ընկերություն է, իր մարքեթինգ պլանը դրված է իր սայթում եւ հասանելի է բոլորին։ Կստատի ովքեր եկել են բիզնես, դեռ մարքեթինգ պլանը չեն ուսումնասիրել, բոլորը ինձանից ստացել են մարքեթինգ պլան, անպայման մտեք այդ վիդեոն նայեք եւ հենց այդ մարքեթինգ պլանի վիդեոյի տակը դրված է հղում, որով կարաք սխմեք ու մտնեք հենց միանգամից Ֆաբերլիկի կայք եւ կարդաք ինքներդ մարքեթինգ պլանը, որը այնտեղ տեղադրված է, բոլորի կաբինետում մարքեթինգ պլանը դրված է։ Մյուս բանը, ովքեր որ նոր են միացել բիզնեսին, այսօր արդեն այստեղ են, խմբում են, լավ են արել, շնորհակալություն, որ ձեր ժամանակը հատկացրեցիք եկաք։ Դուք նաև ստացել եք ինստրուկցիա, ոնց դուք պետքա մտնեք ձեր անձնական կաբինետը եւ ուսումնասիրեք ապրանքատեսականին։ Ինչքան շուտ դուք ուսումնասիրեք բիզնեսը, մարքեթինգ պլանը, ապրանքատեսականին եւ պատվեր անեք, այնքան շուտ դուք կանցնեք երկրորդ փուլ եւ կսկսեք սովորել հրավիրել բիզնես նոր մարդկանց։ Ինչը ես ձեզ խորհուրդ չեմ տալիս, չհրավիրել մարդկանց բիզնես, քանի դեռ դուք երկրորդ փուլ չեք անցել։ Ուղղակի ես ձեզ խորհուրդ չեմ տալիս, որտեղ դուք դեռ պատրաստ չեք այդ խոսակցությանը։ Կարող է դուք հիմա գալով այս հանդիպմանը, տեսնելով վիդեոները, հանդիպելով հաջողակ մարդկանց հետ, երեխեք, կներեք իմ տղաները իրար ծեծում էին սպորտսմենները եւ սիրում են իրար մեկ-մեկ քաշ քշել։ Միտքս ընդհատվեց, գորգորացին, վաղացան, ես թրա։ Երբ որ դուք գալիս եք բիզնես, հա, ուսումնասիրում եք ապրանքատեսականին, հավաքում եք ձեր զամբյուղը, ստանում եք, դուք վստահ եք լինում ձեր ֆիրմայի պրոդուկտի վրա, դա առաջին կետն է։ Հետո դուք սովորում եք հրավիրել բիզնես նոր մարդկանց, դուք սովորում եք խոսալ, պատմել։ Ես ձեզ տալիս եմ տեքստ բիզնեսի պրեզենտացիայի համար, ու դա շատ կարևոր է։ Պետք չի հիմա հելնել եւ մարդկանց հրավիրել բիզնես։
պետք չի։ Դուք դեռ ինքներդ կայացեք այս բիզնեսում, ինքներդ խորամուխ եղեք, ուսումնասիրեք, տեսեք սա ձերն է, դուք այստեղ իրոք մնում եք։ Ուսումնասիրեք ապրանքը, զակազարեք, ստացեք, տեսեք, որ ոչ մի վախենալու բան չկա։ Ոչ մի անհանգստանալու բան չկա։ Դուք ոչ միտեղ ձեր փողերը անիմաստ չեք ծախսում, ոչ մի ֆինանսական ներդրումներ չեք անում, այլ դուք ձեր համար գնումներ եք անում։ Մի հատ տեսեք, ոնց է այդ process-ը լինում։ Եվ հետո նոր միասին կսովորենք հրավիրել բիզնես, դա հիմա երկրորդ խմբում։ Ովքեր որ արդեն ստացել են բիզնես առաջարկը, իրանք դա ձայնագրում են, իրանք բիզնես առաջարկը ուղարկում են ինձ։ Մի ուշացրեք այդ աղջիկներ, շատ-շատերը ստացել են մի շաբաթ առաջ, բայց դեռ չեն ուղարկել։ Իհարկե շատ-շատերը պարտաճանաչ ձևի այսօր ստանում են վաղը գոնե մի հատ երկու հատ ձայնային հաղորդագրություն թողել են, որ ես գրեցի բիզնես պրեզենտացիան եւ այլն։ Բիզնեսում շատ կարևոր է ակտիվությունը։ Հնարավոր է դուք որ գալիս եք բիզնես, դուք օրինակ եմ ասում, բիզնես պրեզենտացիա գրելով փող չեք աշխատում։ Այո, դա տենց է, բայց դուք ինչքան շուտ գրեք այդ բիզնես պրեզենտացիան, այնքան դուք շուտ կսկսեք փող աշխատել։ Դրա համար չի կարելի ուշացնել բիզնեսում ինչ-որ փուլեր։ Ես այսպես եմ մտածում, որ բիզնեսը ինքը մետաղ է, որը քանի դու թարմ ես բիզնեսում, այդ մետաղը այնքան տաք է։ Դու ունես մոտիվացիոն ուժ, դու ունես ներքին մեծ էներգիա առաջ գնալու համար։ Դու էդի չպետք է մարես բիզնեսի սկզբում։ Դու պետք է արագ գործես բիզնեսում։ Դու պետք է ամեն մի օրը դնես քո բիզնեսի վրա։ Եվ երբ որ դու դրան դնում ես, այդ օրերը դնում ես բիզնեսի վրա, դու արդյունքը արդեն ստանում ես։ Եվ հնարավոր է, որ ձեր առաջին նորեկին դուք գրանցեք լինելով բիզնեսում 1 ամիս անց, 2 ամիս անց, դրանք սաղ նորմալ է։ Եվ շատ ավելի կարևոր է հիմնովին բիզնեսում լինել, հիմնական բիզնեսում լինել, քան որ գալիս են մի շաբաթում 10 հոգի զանգում են, հրավիրում են, ու հետո մի շաբաթ հետո վсё, իրանք էլ չկան բիզնեսում։ Ինչքան դուք կրթվեք, ինչքան դուք հիմնական մնաք բիզնեսում, այնքան ձեր թիմը տարիների ընթացքում աճելու է, զարգանալու է։ Միայն հունվար ամսից այս կողմ ես հրավիրել եմ ու գրանցել եմ 100 հոգու բիզնեսում։ Գիտեք, զուտ ինչի համար։ Զուտ նրա համար, որ ես գիտեմ դա ինչպես են անում։ Ու ես դա սովորացնում եմ։ Բայց որpեսզի ես կարողանամ սովորացնել երկրորդ քայլը, դուք իմ առաջի առաջադրանքը պետք է անեք։ Ու դուք ինչքան արագ եք անում առաջի առաջադրանքը, այնքան ես դες տալիս եմ երկրորդը, այնքան ես դες տալիս եմ երրորդը, այնքան ես դες տալիս եմ չորրորդը։ Ու եթե դուք զգում եք, որ այսօրը բացվել է, ես չունեմ առաջադրանք, ես չգիտեմ ես ինչ պետք է անեմ, այդ պահին զանգեք նաստավնիկին, ասեք ինչ անեմ, պարապ մի նստեք։ Եթե այդ օրը բացվել է ու դուք 8 ժամվա գործ չունեք բիզնեսում, ու սենց ես ասում 8 ժամվա, ուրեմն մի բան նիտոյա գնում ձեր մոտ, դուք պարապ չպետք է մնաք բիզնեսում։ Սկզբի համար, երբ որ դու գալիս եք բիզնես, այդ պահը կա, որտեվ դու ինքդ չգիտես դու ինչ պետք է անես, այդ նորմալ է։ Դրա համար դուք պետք է կիսվեք ու ասեք ինչ անեմ, ինչ անեմ, ասա ես անեմ։ Ու ես ասում եմ, շատ դեպքերում մարդիկ կարողանում են ուսուցումները նայելով հասկանալ, իրանք ինչ պետք է անեն։ Ու իրանք անում են դա առանց ասելու։ Բայց կան մարդիկ, որ գլխի չեն ընկնում, դա էլ է նորմալ, դուք պետք է շատ կիսվեք իմ հետ, որտեվ եթե դուք չեք կիսվում ձեր առօրյայից, ես չեմ տեսնում, դուք իմ կողքը չեք։ Այդ տեսեք, երբ որ մարդիկ մի օֆիսում են աշխատում, այդ առումով շատ հեշտ է, ամեն մեկը նայում է կողքին ինչ ամ, չէ՞, թե դուք լինեիք իմ կողքը նստած, իմ օֆիսում նստած, ես դες sense գնայում, կտեսնեի, ահա, այս մարդը էս անում, մարդեն արդեն սաղ աշկի առաջ կլիներ։ Բայց on-line բիզնեսը մի կողմից լավ է, որ on-line է, բայց մյուս կողմից էլ այդ մեր հեռավորությունն է, որ մեզ խանգարում է շփվել։ Դրա համար եթե դուք այդ օրը արթնացել եք ու դուք չգիտեք դուք ինչ պետք է անեք այդ օրը բիզնեսում, պարապ մի նստեք, վերցրեք, զանգեք ինձ, ասեք քնարիկ, ես չգիտեմ ինչ անեմ, մի հատ արի հասկանաք ես ինչ եմ անում այսօր։ Որտեվ այդ օրը հենց պարապ անցավ, մյուս օրն էլ է պարապ անցնելու։ Ու հետ չուրախանաք, եթե դուք բիզնեսում պարապ եք։ Այսինքն, օրինակ, ես գրանցվել եմ ցանցային մարքեթինգի բիզնեսում, ես այսօր պարապ եմ։ Այդ նշանակում է, որ դու այդ օրը կորցրիր։ Այդ օրը բիզնեսը չկառուցվավ։ Ու ձեզ կարա թվա, թե քնարիկ ասում ես բիզնես տրեյնինգը նայի, հո հենց նես չի ասում նայի։ Ես հո հենց նես չեմ ասում ես ինչ սեմինարը նայեք, ես ինչ սեմինար, որ ասում եմ, այսի դու հիմա պետք է նայես, այդ նշանակում է դու պետք է հիմա նայես։ Ու էդի չի նշանակում, որ ոնց ասեմ, հասկանում եք ոնց է, երբ որ գալիս ես բիզնես, ուրախանում ես, ասում ես ես ունեմ բիզնես, ուրեմն ես հարուստ եմ, ոչ։
դու ճիշտ է գրանցվել ես բիզնեսում, դու շանսը ստացել ես, բայց դու հարուստ չես ելնելու, մինչև դու չաշխատես այդ փողերը։ Դրա համար երբեք արխային չընկնեք, որ ես եկել եմ բիզնես, ես գրանցվել եմ, всё գնացի։ Այսօր բոր կա, մյուս օրը հյուրեր, մյուս օրը ճաշ, մյուս օրը տորտ, մյուս օրը երեխեքի հետ դուրս, ու всё, այդ օրը պրծա։ Տենց չի լինում բիզնես, երեխեք, տենց չի լինում բիզնես։ Բիզնեսը դա ամենօրյա աշխատանք, ամենօրյա։ Հա, պիտի մի ձեռով երեխուն, մի ձեռով ճաշը, մի ձեռով աշխատանքը, մի ձեռով երեխուն, մի ձեռով ուբորկը, մի ձեռով աշխատանքը, տենց է լինելու։ То есть արդեն դու սովորում ես այդ process-ին։ Ով որ գնում աշխատանքի, ինքը գնում աշխատանքի, պերևին աշխատում է, ճամփին աշխատում է, տուն հետ գալուց աշխատում է, մտավ տուն ճաշ սարքեց, հաց կերավ, այդ ընթացքում աշխատում է։ Տենց է բիզնեսմենը դառնում բիզնեսի տեր, ոչ թե զուտ գրանցվելով Faberlic-ում։ Դուք որ գրանցվեցիք Faberlic-ում, այս թվերին հասնելու եք ձեր աշխատանքի շնորհիվ։ Ու ստե է փողերը։ Ստեղ դաժե փողերը ընդ չի, որ դու գրանցել ես 5 հոգի կամ 10 հոգի, դե չի փողերը։ Փողերը դուպլիկացիայի մեջ է, որ քո 5-10-ն էլ իրանք էլ են գրանցել։ Այո, դե է փողերը։ Ու այդ ամենը մենք սովորացնում ենք։ Այդ ամենը մենք քայլ առ քայլ իրար հետ հասնում ենք այդտեղ աղջիկներ ջան։ Ձեզ պետք է պրոստը պարապ չնստել նույն տեղում։ Եվ մի բան էլ ես պետք է ասեմ, այդ էլ է շատ կարևոր։ Դուք ինքներդ պետք է կարողանաք մի բան գիտակցեք։ Դուք պետք է ձեր նաստավնիկին, օրինակ, ում նաստավնիկը, որ ես եմ։ Այստեղ շատ մարդիկ կան, ում նաստավնիկը ես չեմ։ Ասենց օբշի եմ ասում, բոլորին եմ ասում։ Ում նաստավնիկը, որ ես եմ, կամ ինչ-որ մեկի նաստավնիկը ուրիշ մարդ է, չէ՞, այստեղ օրինակ կան ուրիշ տնօրենների խմբից էլ մարդիկ միացած։ Հիմա դու պետք է քո գործողություններով մոտիվացնես քո նաստավնիկին։ То есть քո նաստավնիկն է, ինքը ոնց կարա քեզ օգնի։ Եթե դու իրան ոգեշնչես, որ ինքը քեզ օգնի։ Եթե հակառակը դու մենակ միշտ իրան ոգեշնչում ստանաս, ինքը քեզ տենց երկար չի կարա օգնի։ Դու ինքդ պետք է քո նաստավնիկին վստահացնես, որ դու արժանի կանդիդատ ես, որ ինքը իր ուշադրությունը քո վրա դարձնի։ Այդ դա շատ կարևոր բան է։ Ինչը շատերը մոռանում են, նստում սպասում են, որ օրինակ քնարիկը իրանց գրի, քնարիկը իրանց զանգի։ Դուք իմացաք ես բիզնեսի մասին, շատ բան իմացաք, եւ ես ուզում եմ ձեզանից ադդաչա, ես ուզում եմ ձեզանից ոգևորվածություն, ես ուզում եմ, որ դուք ինձ ծիրիբից անեք, օրինակ այն օրը մի աղջիկ գրել է, դե իմ հետը տենց ելնում է, ես շատ նորեկներ եմ գրանցում բիզնեսում, ես յան տվել եմ անելիքները, հրավիրել եմ չորեքշաբթի օրվա հանդիպմանը, 2-3 օր անցել է, ինքը ինձ ոչ ոք չի գրում, երրորդ օրը գրում է, այս դուք ոնց որ իմ մասին մոռացել եք, ասում եմ գուցե դու ես իմ մասին մոռացել, ինչ ես համտածում, որ ես եմ քո մասին մոռացել, դու իմ երեխան չես։ Դուք իմ երեխան չեք։ Ես չպետք է ձեր մասին միշտ հիշեմ, դուք էլ իմ մասին պետք է հիշեք։ Դուք էլ ձեր մասին պետք է ինձ հիշացնել տաք։ Այսա շատ կարևոր կապ է, որ չպետք է լինի մենակ քնարիկի կողմից, հա։ Ես չեմ սիրում, որ մենակ ես եմ քայլանում դեպի անձնավորությունը, դեպի պարտները։ Ես երեք անկեղծ եմ խոսում։ Ես անկեղծ մարդ եմ, դուք այդ ոնց որ արդեն նկատել եք։ Ինչ կա, չկա ասում եմ։ Բայց ես ասում եմ, որովհետև ես ինչ որ ասում, ես գիտեմ, որ դա տենց է։ Ես ինչքան կարամ տամ, ես ուզում եմ նաև ստանամ։ Ու ես այն, սենց ասեմ, այն պարտները, որը, գիտեք ոնց է, մի քայլ դու ես, մի քայլ պարտները տա դեպի քեզան, մի քայլ դու ես, մի քայլ պարտները տա դեպի քեզան։ Սա առողջ գործնական հարաբերություններ են։ Եթե ես ձեզ տվեցի բիզնեսի պրեզենտացիան, ու դուք գնացիք մի շաբաթ, ես մի քանի անգամ սկզբից գրում եմ, «Պրիվետ, ոնց ես, ուր է քո բիզնես պրեզենտացիան, ես սպասում եմ» եւ այլն, հա։ Օրինակ, ու ինքը ասես մտածում, «Ֆյու, քնարիկը սպասում, հիմա այս արագ անեմ տան»։ Հա, միգուցե մի սկզբի համար, առաջի օրվա համար նորմալ է, բայց սա նորմալ չի որպես բիզնես մտածելակերպ։ Եվ եթե ես զգում եմ, որ մարդը ինքը տենց է վերաբերվում իր գործերին, ես մտածում եմ միգուցե արժի ուրիշ մեկին ուշադիր լինել, այն ով ավելի ակտիվ է։ Եվ այդպես է ստացվում է։ Ինձ իմ անձնական WhatsApp-ին կան գրող, ստաբիլ մարդիկ, ովքեր այն որ առավոտը լույսը բացում է իրանք, ինձ գրում են, մի հատ առավոտը 9-ին են գրում, մի հատ 12-ին են գրում, մի հատ 3-ին են գրում, մի հատ 6-ին են գրում, մի հատ գիշերվա 12-ին են գրում, այն վերջի վարիանտ նոր քնում են։ Ու կան sense մարդիկ, որ իրանք ինձ 5 անգամ են օրը գրում։ Կան մարդիկ, որոնք ինձ 10 անգամ են օրը գրում։ Ու կան մարդիկ, որոնք շաբաթը մեկ ես եմ իրանց ասում, «Պրիվետ, ոնց ես»։ Հա? Պատկերացնում եք դուք այն մարդիկ, ովքեր իրանք են քայլանում դեպի նաստավնիկը, իրանք ինչքան շատ են ստանում նաստավնիկից։ Այս սրանք սաղ կարևոր է, որ դուք պետք է, ոնց ասեմ, ռայշոտ անեք։ Որովհետև
Նաստավնիկը մեկն է, դուք շատ եք, տենց է, չէ՞, ստացվում, օրինակ, ով որ մեծ թիմ ունի, օրինակ ես ունեմ մեծ թիմ։ Հետևաբար, ես հասկանում եմ, որ մարդը նոր է, ինքը ինձ նոր է ճանաչում, ես քայլեր եմ անում դեպի իրան, հա? Ես իրան ծանոթացնում եմ բիզնեսի հետ, ես իրան տալիս եմ հնարավորություն, բայց հետո ինքը պիտի վերցնի այդ հնարավորությունը, արդեն ոչ թե պիտի սպասի, որ ես իրան անդադ տամ։ Տեսել եք այդ բաները կենթանական աշխարհի, որ չնայած լավ չի մարդկանց կենթանական աշխարհի համատել, բայց ամեն դեպքում մենք էլ ենք էլի բնության մի մասնիկը, որ թռչունները ձակ են ննում, հետո ամեն օր թռչում են կտուցով իրանց կերակուրը ասես բերում են դնում են իր բերանի մեջ, չէ՞։ Ուշադիր եղեք, որ բիզնեսում ես էլ եմ տենց անում, բայց միայն սկզբի հատվածում։ Հետո ես չեմ անում, հետո ես սպասում եմ, որ դուք թելնեք, թվեր առնեք, թռնեք, գնաք ձեր կերը հայթայթեք։ Դա նորմալ է, որտեղ այդպես պետքա որոշվի, որ ձակը կապրի։ Այդպես պետքա որոշվի, ով է հաջողակ լինելու։ Եվ քնարիկը ոչ մեկը, որ գնա կյանքի բաներին դեմ, այսպես ասենք, կյանքի օրենքների դեմ եւ ինչ որ մեկին իր կամքից անկախ իրան հաջողակ դարձնի։ Ինքը չի ուզում հաջողակ լինի, բայց քնարիկը շատ ֆոկուս է անելու, որ ինքը լինի հաջողակ բիզնեսում։ Ես ֆոկուս եմ անելու, որ ինչ-որ մեկը լինի հարուստ։ Ոչ, ես չեմ կարող, ու ես չեմ էլ անի դա։ Եթե նույնիսկ կարողանայի, չեմ անի։ Այդպես լներ, ձեզ ինչի էի գրանցում, կգրանցեի այն տղուս, այն աղջկաս, այն քրոջս, այն աղբորս, դաշ առանց իրանց ասելու, կգրանցեի, իրանց տեղը կաշխատեի, իրանց տեղը բալերը կանեի, փողերն կտա իրանց։ Այ որ անելուն է իմ բարեկամներին կանեի, այդ ինչի է ձեզ բերել բիզնեսը։ Այսինքն ես հրավիրում եմ բիզնես ինքնուրույն գործարար մարդկանց, ովքեր պիտի ինքնուրույն իրանց բիզնեսը կայացնեն իմ խորհրդատվությամբ, բայց ոչ իմ ստիպելով, բայց ոչ իմ համոզելով։ Հասկանում եք, այս այնքան կարևոր ու նուրբ պահ է հարաբերությունները խորհրդատուի հետ։ Եվ ես իմ նաստավնիկին զանգում էի. Գայ ջան, պրիվետ։ Ես այսօր մի երկու աղջկա եմ գրանցել, այնքան լավ աղջիկերք են, ես ուզում եմ, որ դու իրանց հետ ծանոթանաս։ Գայանս թե խառնա, բարձանա, 100 հոգի ունի իր թիմում, հոմենակ ես չեմ։ Բայց ես իրան այնպես եմ, որ ինքը իմ թիմի հետ աշխատել, իմ թիմի հետ ծանոթանար։ Գայ ջանից մի հատ պրոստը ասենք, ես ուզում եմ, որ ինքը հասկանա, որ ես աշխատում եմ։ Դաժե եթե ինքը կարար դա այդ օրը չզգար, ես ուզում եմ, որ ինքը տեսներ, որ ես ակտիվ եմ, ես աշխատում եմ, ինքը հանգարց ինձ չմոռանա, որ միջոցառում կլինի առաջինը ինձ ասի, որ մի հատ գիրք կգտնի ինտերնետից բիզնեսի զարգացման համար առաջինը ինձ տա, որ երբ որ կորոշի ինչ որ մեկին զանգել եւ օգնել, առաջինը ինձ զանգի ու իմ թիմին զանգի։ Այս սա շատ կարևոր հարաբերություններ է, որը պետք է լինի ոչ միայն քնարիկի կողմից, այլ նաև պետք է լինի ձեր կողմից, հա, այսպես ասենք, տանք ու ստանանք, սա շատ կարևոր մաս է կազմում բիզնեսում նաստավնիկի հետ փոխհարաբերությունների։ Այդպես աղջիկներ ջան, այսօր այսքանը, բոլորիդ անչափ շնորհակալություններ, խնդրում եմ, եթե կլինի հարցեր, անպայման գրեք չաթում, ես դրանց սիրով կպատասխանեմ, ապրանքի հետ կապված, ակցիաների հետ կապված լիքը հարցեր տվեք չաթում, որպեսզի սովորեք, օգտվեք, մի քիչ դանդաղ կլինի, բայց εμրեսմա քարի վրա կդրվի երեխեք ջան մեր օգնությամբ, Պես որ բոլորին անչափ շնորհակալություն մասնակցության համար, ովքեր որ բիզնես միլիոն խմբում կան, 22:00-ին բիզնես միլիոն խմբում ենք հանդիպելու։ Այսօր այսքանը, բոլորին ցտեսություն, համբույրներ բոլորին եւ բարի գիշեր։ Շնորհակալ եմ ձեր ժամանակի համար։ Ապրես շատ